18 տարեկանում Լիվիան Օբրեն ոչ գրկախառնություն ստացավ, ոչ խորհուրդ, ոչ էլ վերջնաժամ։ Նրան պատշգամբի հատակին նետեցին մի ուսապարկ, վատ ծալված հագուստով մի պայուսակ մոր ցածր ձայնը, ճիչից էլ վատ։ Դու արդեն չափազանց շատ խնդիրներ ես բերել այս տուն։ Լիվիան տարիներ անց դեռ կհիշեր, թե ինչպես այդ խոսքերը արտաբերվեցին առանց դողալու, առանց մեղքի զգացման, առանց շտապողականության։ Կարծես դրանք կրկնված լինեին։ Մոր ետում խորթ հայրը, Վալտերը, ոչինչ չասաց։ Նա պարզապես խաչեց ձեռքերը, հենվելով դրան շրջանակին, այնպիսի արտահայտությամբ, ինչպես որոշ մարդիկ օգտագործում են, երբ վերջապես կարողանում են դաժանությունը վերածել առօրյայի։ Փողոցը խոնավ էր։ Սամբրազ դումար նավահանգստային թաղամասում ամբողջ կեսօրը անձր էր եկել, ջուրը հոսում էր քանդված մայթերով, տանելով տերներ, ծխախոտի մնացորդներ ավազ։ Ժանգի, ձկան դիզելային վառելիքի հոտը տարածվում էր նավահանգստից, նույնիսկ հեռվից։ Այդ հոտը թափանցել էր այդ քաղաքի ամեն ինչ։ Լիվիան իջավ պատշգամբի 2 աստիճաններով, մեջքին դրած ուսապարկը պայուսակը ոտքին հպված։ Նրա գրպանում կար 127 ռեալ, մի կրակայրիչ, որը միշտ չէր աշխատում, հոր ժանգոտած բանալիի կախազարդ 4 անգամ ծալված մի հին լուսանկար։ Երբ նա հասավ վերջին աստիճանին, նա ավելի երկար սպասեց։ Ոչ թե որովհետև նա իսկապես հավատում էր, որ մայրը կփոխի իր միտքը, բայց որովհետև լքված մարդու մեջ կա մի նվաստացուցիչ մաս, որը համառորեն պնդում է լուր խնդրել մեկ վերջին հակասություն։ Մի վերադարձիր, մի սպասիր, մի դա դեռ ամենը չէ։ Ոչինչ չեկավ։ Դուռը փակվեց։ Կողպեքը շրջվեց։ Եվ աղմուկը նվազագույն էր։ Ահա թե ինչն էր ամենաշատը ցավեցնում։ Ոչ թե սկանդալը, ոչ թե հրապարակային նվաստացում, ոչ թե վարագույրի ետից նայող հարանը։ Դա փակվող տան ծանոթ ձայնն էր, կարծես այն երբեք այնտեղ չէր եղել։ Լիվիան մի քանի վայրկյան անշարժ կանգնած էր թույլ մաղի տակ, նայելով դարպասի վրայի թեփոտվող ներքին, պատշգամբում գտնվող դեղին լամպին, դռան կողքին գտնվող ճաքճքած ծաղկամանին, որը ինքն էլ 2 անգամ սոսնձել էր, երբ դեռ կարծում էր, որ մշտականությունը ջանքերի հարց է։ Նա չլաց։ Գուցե այն պատճառով, որ 15-ից 17 տարեկան հասակում նա արդեն չափազանց շատ էր լաց եղել։ Գուցե այն պատճառով, որ նրա ներսում չորությունն արդեն հին էր։ Գուցե այն պատճառով, որ երբ հարվածը վերջապես հասնում է այն ձով, որից մենք վախենում էինք, երբեմն մարմինը չի լաց լինում։ Պարզապես գրանցեք այն։ Նրա հայրը, Աուգուստոն Օբրեն, մահացել էր, երբ Լիվիան 12 տարեկան էր։ Նա նավի էլեկտրիկ էր, այն մարդկանցից, ովքեր կարող էին լսել վահանակի ջռոցը, հասկանալ, թե արդյոք խնդիրը մալուխի, խոնավության, թե մարդկային անպութության մեջ է։ Նա մահացել է վթարի հետանքով նավաշինարանում, որտեղ աշխատում էր, ջախջախվելով վատ հենված մետաղական կառուցվածքի ընկնելուց։ Դրանից հետո մայրը այլս երբեք նույնը չէր։ Առաջին մի քանի ամիսների ընթացքում նա ստվեր դարձավ։ Հաջորդ տարիներին ամեն ինչ դժվարացավ։ Եվ երբ նա ամուսնացավ Վալտերի հետ, նա բոլորովին այլ բան դարձավ։ Հոգնածության, դժգոհության, անընդհատ գրգռվածության խառնուրդ, կարծես դստեր ներկայությունն անգամ հիշեցնում էր նրան կորցրածի գինը։ 14 տարեկանում Լիվիան արդեն տներ էր մաքրում, տետրեր գնելու համար։ 15 տարեկանում նա շաբաթ օրերին օգնում էր ձկան տաղավարում։ 16 տարեկանում նա սկսեց քնել, մեջքի պայուսակը կիսով չափ լցված, չնայած երբեք բարձրաձայն չէր խոստովանում դա։ 18 տարեկանում փողի, տարածքի անշնորհակալության մասին վեճից հետո նրան ասացին, որ նա բավականաչափ մեծ է ինքնուրույն հոգալու համար։ Առաջին գիշերը նա գնաց հին ավտոբուսի կայարան։ Ոչ թե որովհետև անվտանգ էր։ Դա այդպես չէր։ Բայց այն լավ լուսավորված էր, ուներ լոգարան, քնկոտ անվտանգության աշխատակից այլ մարդիկ, որոնք այնքան հոգնած էին, որ հազիվ թե ուժ ունեին նկատելու ուրիշների ցավը։ Նա նստած է սառը մետաղական նստարանին, մեջքի պայուսակը ոտքերի արանքում, իսկ պայուսակը ծնկներին։ Նա իրականում չէր քնում։ Նա նիրում էր մաս-մաս, արթնանալով յուրաքանչյուր դռան շրխկոցից, յուրաքանչյուր ծանր քայլից, դրսից լսվող յուրաքանչյուր հարբած ծիծաղից։ Առավոտյան ժամը 4-ին մի նիհար տղամարդ, գլխարկով, փորձեց խլել նրա պայուսակը, երբ անցնում էր կողքով։ Լիվիան այնպիսի ուժով հետ քաշվեց, որ նա գրեթե ընկավ նստարանից։ Տղամարդը հայհոյեց, հեռացավ։ Երբ երկինքը սկսեց բացվել, դառնալով կաթնագույն մոխրագույն, նրա պարանոցը կոշտացավ, մատները թմրեցին, գլխում այրվում էր մի շատ կոնկրետ վստահություն։
Եթե ես արագ չգտնեի մշտական բնակության վայր, կանհետանայի աշխարհի կազմակերպված կյանքից։ Հաջորդ օրերին նա արեց այն, ինչ անում է ցանկացած անպաշտպան մարդ, երբ անհրաժեշտ է շարունակել գոյություն ունենալը։ Նա աշխատանք խնդրեց։ Ձկան շուկայում, ցանցային աշխատաժողովում, նավահանգստի մոտ գտնվող հացաբուլկեղենի խանութում, սառույցի պահեստում, ճանապարհեզրի ռեստորանում։ Նա լսեց մերժման նույն տարբերակները։ Դուք փորձ ունեք։ Մենք քեզ տեղ չունենք դնելու։ Վերադարձեք հաջորդ ամիս։ Ում հետ ես ապրում։ Առանց հղման կետի դժվար է։ Միայնակ աղջիկ։ Այստեղ ոչ։ Ռեստորանի տերը աշխատավարձի մասին խոսելուց առաջ հարցրեց, թե արդյոք նա պատրաստ է բարի լինել հաճախորդների հետ։ Նա հեռացավ, նախքան տղամարդը նախադասությունն ավարտեր։ Քաղաքային շուկայում մի կին, որը բանջարեղենի տաղավար ուներ, թույլ տվեց Լիվիային լվանալ տուփերը մաքրել հատակը, սննդի դիմաց։ Մի ծեր ձկնորս նրան 40 ռեալ վճարեց, 2 փրփրապլաստեր տուփ բեռնաթափելու մնացորդային մալուխը պահեստ տանելու համար։ Նավահանգստի վարպետը նրան կես հերթափոխով աշխատանք տվեց, բազրիկներից մակերեսային ժանգը մաքրելով թեթ մետաղի ջարդոնը տեսակավորելով։ Դա բավարար չէր։ Դա պատահական էր։ Անբավարար էր։ Բայց նավահանգիստը դաժան դաս տվեց նրանց, ովքեր ուշադրություն դարձրին։ Այնտեղ գրեթե ամեն ինչ գոյատեց իմպրովիզացիայի շնորհիվ։ Փայտե նավակներ, փայտե մարդիկ, փայտե կյանքեր։ Լիվիան սկսեց սովորել այդ վայրի ռիթմերը։ Ամենաուժեղ հոտը լուսաբացից առաջ։ Սառցե մեքենաները ժամանում են։ Կռունկները արթնանում են ճռռոցի ձայնով։ Ջայերը կռվում են բետոնի վրա աղիքների համար։ Քիչ խոսող աշխատողները։ Կանայք, ովքեր թունդ սուրճ էին վաճառում թերմոսներով։ Անվտանգության աշխատակիցները ձացնում էին, թե չեն տեսնում կատարվող որոշակի բաներ, միայն թե ոչ ոք խնդիրներ չառաջացներ։ Հենց այդ առավոտներից մեկում, երբ օգտագործված դույլերը տանում էր աղբավայր, նա լսեց Սուզանավի մասին։ Դա նրա համար նախատեսված զրույց չէր։ Երկու տղամարդ ծխում էին անշարժ կռունկի մոտ, նայելով ջրանցքի մյուս կողմում գտնվող լքված նավաշինարանին։ Նրանցից մեկը, Մարիո անունով ճախարակագործը, թքեց գետնին ասաց. Նրանք այդ Օրփեոսի կորպուսը վաճառելու են $1։ $1։ Միայն թե ազատվեն նավահանգստի իշխանությունների հաշվի ֆինանսական բեռից։ Մյուսը ծիծաղեց. Նույնիսկ անվճար չէ։ Այդ բանը կլանում է փողը, ժանգը դժբախտությունը։ Լիվիան դանդաղեցրեց քայլերը։ Օրփեոս։ Նա այդ անունը լսել էր առաջ էլ, նավահանգստում տարեց մարդկանց կողմից հիշատակված, միշտ իրոնիայի անհարմարության խառնուրդով։ Հին Սուզանավ։ Ոչ այնքան ռազմական։ Ոչ այնքան քաղաքացիական։ Նախագիծ, որն անցել էր բազմաթիվ ձեռքերով, տարիներ շարունակ լքվել վերջում դարձել էր իրավական խնդիր նավաշինարանի մոռացված անկյունում։ Մարիոն շարունակեց. Գործարքը խորհրդանշական է։ $1 վաճառքի համար, իսկ մնացածը նրա պատասխանատվությունն է, ով էլ որ այն ստանձնի։ Հեռացում, սպասարկում, ռիսկ, կառուցվածք, փաստաթղթավորում։ Ոչ ոք դա չի ուզում։ Եվ ով է ուզում ապրել մետաղական դագաղի մեջ, պատասխանեց մյուսը։ Մարիոն ուսերը թոթվեց։ Ամեն ինչի համար կա մի խելագար մարդ։ Լիվիան ոչինչ չասաց։ Բայց նա պահեց տեղեկատվությունը։ Այդ կեսօրին նա սրճարանում մի կնոջ հարցրեց, թե արդյոք նա ինչ-որ բան գիտի։ Կինը, Դոնա Սիդան, ձեռքը սրբեց գոգնոցից դեմք կազմեց, որն ասում էր. Այդ բանը դեռ գոյություն ունի։ Օրֆեու։ Այն գոյություն ունի։ Այն մնացել է այնտեղ, հին չոր նավամատույցում, արելյան ծայրում։ Ասում են, այն նախկինում գեղեցիկ էր։ Հիմա այն պարզապես խիտ ժանգ է գլխացավ։ Սնանկացած ակտիվները ժառանգած կոնսորցիումը ցանկանում էր ազատվել դրանից։ Նավահանգստի վարչությունը միջամտեց։ Ամեն ինչ խառնաշփոթ դարձավ։ Նրանք փորձում են այն փոխանցել մեկին, ով պատրաստ է ստանձնել այդ բեռը։ Կարող ենք ներս մտնել, հարցրեց Լիվիան։ Դոնյա Սիդան կարճ ծիծաղեց։ Մտնել հնարավոր է, եթե թույլտվություն ունեք պատրաստ եք շնչել բորբոս, փտած աղ չլուծված անցյալ։ Եվ $1 բանը լուրջ։
Լուրջ եմ ասում։ Խնդիրը մնացած ամեն ինչն է։ Մնացածը շարունակում էր արձագանքել նրա գլխում։ Այդ գիշեր ավտոբուսային կայարան վերադառնալու փոխարեն Լիվիան քնեց պարաններից պատրաստված պահեստի ետում, երկու կույտ պալետների միջ, փաթաթված իր սեփական վերարկուի մեջ։ Անձրը դադարել էր, բայց ծովային քամին փչում էր էժանագին գործվածքների միջով, կարծես դրանք թուղթ լինեին։ Նա ծրված կղմինդրների միջ եղած ճեղքից նայում էր մութ երկնքին, մտածում աբսուրդի մասին։ Սուզանավ։ Տուն չէ։ Սենյակ չէ։ Ոչ թե խրճիթ։ Լքված սուզանավ։ Դա ծիծաղելի էր։ Դա անհնար էր։ Դա նա ապաստանի մասին առաջին գաղափարն էր, որը ոչ ոք չէր փորձել խլել նրանից, կարեկցանքից կամ եսասիրությունից դրդված։ Հաջորդ օրը նա ավարտեց նավահանգստի մաքրման աշխատանքները, հաշվեց իր ունեցած գումարը, գնաց նավահանգստի վարչության վարչական շենք։ Տանը խոնավ թղթի, տաքացրած սուրճի, հին օթորակիչի հոտ էր գալիս։ Ընդունարանում նրան ասացին բարձրանալ երկրորդ հարկ, 12 վրձենյակ։ 12 վրձենյակում նրան ասացին լրացնել մի ձաթուղթ։ Ձաթուղթում հարցվում էր նրա անուն, ազգանունը, եկամտի կարգավիճակը, բնակության վայրի ապացույցը, գնման նպատակը, նավագնացության սպասարկման փորձը, կառույցի պահպանման ֆինանսական կարողությունը։ Նա գրեթե ծիծաղեց։ Բնակության վայրի ապացույց։ Ֆինանսական կարողություն։ Ձեռքբերման նպատակը։ Սուտը նվաստացումը հաճախ անբաժան են հասարակական շենքերում։ Լիվիան այնուամենայնիվ հանձնեց ձաթուղթը։ Նրան սպասարկում էր Ռենատո Ալվիմ անունով մի ջաղատ տղամարդ, ծալած թքերով, հոգնած տեսքով։ Նա կարդաց ձաթուղթը, նայեց վեր, մի քանի վայրկյան լուռ մնաց։ Կցանկանայիք մասնակցել Օրֆեու Սուզանավի կորպուսի խորհրդանշական հանձնմանը։ Այո։ Դուք 18 տարեկան եք։ Ես ունեմ։ Կայուն եկամուտ։ Այն չի կպչում։ Ներկայիս հասցեն։ Նա մի վայրկյան տատանվեց։ Ժամանակավոր։ Տղամարդը հենվեց աթոռին։ Նա ծաղրող չէր թվում։ Նա ուժասպառ տեսք ուներ։ Գիտես ինչ ես խնդրում։ Ես ուզում եմ իմանալ։ Նա բացեց շագանակագույն թղթապանակը, հանեց կեռիկով կպցրած փաստաթուղթը, սկսեց կարդալ այն մեկի ձայնով, ով արդեն բազմիցս կրկնել էր նույն ցուցակը։ Շահագործումից հանված Սուզանավի կորպուս, հիբրիդային օվկիանոսային հենարանային մոդել, առանց ֆունկցիոնալ շարժիչ համակարգի, առանց հավաստագրման, առանց լիարժեք կառուցվածքային երաշխիքի, մասնակի վերանորոգման պատմությամբ, աննշան բնապահպանական խնդիրներով, սահմանափակ ստուգմամբ, տեխնիկական ռիսկի պատճառով, փակ տարածքներով։ Փոխանցման գինը խորհրդանշական $1, փոխարկված օրվա փոխարժեքով։ Դրա դիմաց ձեռք բերող կողմը ստանձնում է բոլոր ռիսկերը, ծախսերը, սպասարկումը, հսկողությունը, վնասները, հեռացման կամ պահպանման համար անհրաժեշտ բոլոր ճշգրտումները։ Չկա ճանաչված բնակելիություն։ Չկա օգտակարության խոստում։ Չկա օգնություն։ Նա թուղթը դրեց սեղանին։ Կարճ ասած, դուք խնդիր եք գնում։ Լիվիան նայեց փաստաթղթին, կարծես այն նեղ դուռ լիներ փակ պատերով լի միջանցքում։ Կարող եմ նախ տեսնել այն։ Ռենատոն հառաչեց։ Տեսականորեն, այո։ Գործնականում նրանք, ովքեր խնդրում են տեսնել այն, սովորաբար հրաժարվում են, երբ մոտենում են։ Ես ուզում եմ տեսնել։ 2 օր անց, դժգոհ աշխատակցի անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ, Լիվիան անցավ նավահանգստի ամենակիչ օգտագործվող հատվածը, անցավ դատարկ պահեստների, մոլախոտերով ծածկված արահետների մեռած կռունկների շարքի կողքով, մինչ հասավ արևելյան ծայրում գտնվող անջատված չոր նավամատույցին։ Օրփեոսը այնտեղ էր։ Նույնիսկ հեռվից այն ավելի մեծ էր թվում, քան նա պատկերացնում էր։ Այն ֆիլմերում ցուցադրվող հսկայական ռազմական սուզանավ չէր։ Այն ավելի նեղ էր, ավելի ցածր, ավելի կոմպակտ, հիբրիդային դիզայնով, որը ենթադրում էր տեխնիկական օգտագործում, այլ ոչ թե մարտական։ Այնուամենայնիվ, կառուցված բետոնե պողպատե օրորոցների վրա, աղի ժամանակի հետանքով մգացած կորպուսով, այն ուներ ներկայություն։ Այն նման էր ծովային արարածի, որն այնքան երկար ժամանակ մնացել էր ափին, որ ավերակների էր վերածվել, առանց դադարելու սպառնալիք լինելուց։ Սկզբնական ներկը հազիվ էր երում ժանգի, սնկերի, չորացրած աղի տարբեր դարաշրջանների եռակցման հետքերի շերտերի տակ։ Օրֆեու անունը դեռս ընթեռնելի էր թերի, կորպուսի մի կողմում, որտեղ որոշ տառեր ավելի շատ էին դիմադրել, քան մյուսները։ Ղեկերից մեկը ծրված էր։
Վերին լյուկը ամրացվել էր ավելի նոր թիթեղով։ Հին մալուխները կախված էին ինչպես բաց նյարդեր։ Շուրջ բոլորը կարծես նավաշինարանը դադարել էր շնչելուց։ Մութ լճակներ, նետված շղթաներ, դատարկ տարաներ։ Բետոնի ճեղքերում կարծր խոտ է աճում։ Լռություն, որը խախտվում էր միայն քամին մետաղի հեռավոր ճռռոցը։ Աշխատակիցը մատնացույց արեց։ 15 րոպե։ Մի բարձրացեք կարմիրով նշված տարածք։ Մի դիպչեք որե կնքված բանի։ Մի իջեք միայնակ ջրհեղեղի ենթակա խցիկ։ Եթե ընկնեք, ոչ ոք լավ արձանագրություն չի ստորագրի։ Նա նույնիսկ չպատասխանեց։ Դռան լյուկ տանող մետաղական սանդուղքը նրա ձեռքի տակ սառը կոպիտ էր։ Երբ նա ներս մտավ, առաջին բանը, որ նրան հարվածեց, հոտն էր։ Հին աղ, չորացրած յուղ, հոգնած ռետին, հաց, փակ մետաղ, և ինչ-որ ավելի խորը, ավելի խլացված բան, որը գոյություն ունի միայն այն տարածություններում, որտեղ օդը երկար ժամանակ փակված է եղել առարկաների հիշողության մեջ։ Լիվիան դանդաղ իջավ։ Ուշ առավոտյան լույսը թափանցում էր աշխատակցի թողած ճեղքերի ստուգիչ լապտերների միջով, կորպուսի ներսում ձավորելով գունատ կոներ։ Նա տեսավ նեղ գլխավոր միջանցք, կողքերին անցնող խողովակներ, փականներ, մեռած վահանակներ, կտրված մալուխներ, գունաթափված տառերով ափսեներ, երկու բաց շրջանած դռներ, փոքրիկ ժանգոտ խոհանոց, պատին ամրացված մահճակալներով խցիկ, մեկ այլ պահարաններով, իսկ մեկ այլ պոկված գործիքներով։ Ամեն ինչ կեղտոտ էր։ Ամեն ինչ հին էր։ Բայց ամեն ինչ կորած չէր։ Հիմնական կորպուսը թվում էր ամուր։ Հողը, չնայած մի քանի հատվածներում մակերեսային օքսիդացմանը, դեռս լավ էր արձագանքում։ Ներքին բաժանումները կլաուստրաֆոբիկ էին, այո, բայց պաշտպանված։ Հեռու անձրից։ Փողոցից հեռու։ Հեռու այն դռներից, որոնք դրսից փակվել են ուրիշի որոշմամբ։ Նա ձեռքը սահեցրեց երկհարկանի մահճակալներից մեկի վրայով, փոշու վրա մաքուր հետք թողնելով։ Ապա նա կանգ առավ կառավարման սենյակի առջ։ Այնտեղ, նույնիսկ ավերակների մեջ, նավը դեռս պահպանում էր գրեթե հանդիսավոր մի բան։ Կային ծալովի նստատեղեր, կողպված պերիսկոպ, ղեկային անիվներ, հին մոնիտորներ, նեղ սեղան, որտեղ վաղուց ինչ-որ մեկը դրել էր քարտեզներ, բաժակներ, արմունկներ վախ։ Աշխատակիցը դրսից կանչեց։ Ժամանակը սպառվել է։ Լիվիան մեկ վայրկյան ավելի երկար սպասեց, քան պետք էր։ Եվ ապա հանգիստ, բավականաչափ բարձր, որ մետաղը լսի, նա ասաց. Եթե ներս մտնեմ, ինձ կզսպեք։ Դա սնահավատություն չէր։ Նույնիսկ խելագարություն չէ։ Դա կառուցվածքի միջոցով խոսող հյուծվածություն էր։ Վարչական շենք վերադառնալիս նա էյֆորիկ չէր։ Նա լուրջ էր։ Որովհետև ես արդեն հասկացել էի, որ Օրփեոսը հրաշք չէր։ Նա բեռ էր։ Տարօրինակ թանկ, անհարմար հնարավոր է, վտանգավոր բեռ։ Բայց դա մի բեռ էր, որը կարող էր նրանը լինել։ Գործընթացը տեց 11 օր։ 11 օր թղթաբանություն։ Անհավատ հայացքներից։ Անհարմար հարցեր։ Պահանջվում է ստորագրություն եռակի օրինակով։ Ընդունել պատասխանատվության այնպիսի պայմաններ, որոնք կարծես գրվել էին ապագա դիակներից իրենց պաշտպանող մարդկանց կողմից։ Նա ստիպված էր 2 անգամ վերադառնալ, ձաթղթի վրա դաշտը ուղղելու համար։ Նա պետք է նավահանգստի վերահսկիչից ստանար ոչ պաշտոնական գործունեության մասին պարզ հայտարարություն։ Նա ստիպված էր լսել, թե ինչպես է մեկ աշխատակիցը խոսում մյուսի հետ, կարծելով, թե չի լսի։ Մեկ ամսից անհետացիր տուփը թող այնտեղ։ Այնուամենայնիվ, նա վերադարձավ։ Յուրաքանչյուր վերադարձի հետ Լիվիան ավելի վճռական էր թվում, ոչ թե այն պատճառով, որ երաշխիքներ ուներ, այլ որովհետև գիտակցում էր մի պարզ ճշմարտություն։ Գրեթե բոլորը հանձնվում են, նախքան աշխարհը ստիպված կլինի պաշտոնապես մերժել նրանց։ Նա չէր ուզում այդ մասը անվճար տալ։ 11-րդ օրը նա հաշվեց մետաղադրամները, կնճռոտված թղթադրամները, մի քանի մնացորդներ, որոնք պահել էր շագանակագույն թղթե ծրարի մեջ։ Այդ օրը $1 արժեքը հազիվ թե գերազանցեր այն գումարը, որը նա կծախսեր 2 վատ կերակուրի վրա։ Նա ստորագրեց այն։
Նա ստացավ պլաստիկե թղթապանակ, որը պարունակում էր փոխանցման պայմանագրի պատճենը, ամբարտակ մուտքը ցույց տվող քարտեզ, ժամանակավոր բնակության թույլտվություն հին պիտակներով նույնականացված բանալիների մի փոքրիկ կապոց։ Ռենատո Ալվիմը փաստաթղթերը տվեց, մի պահ նայեց նրան ասաց. «Շնորհավորում եմ։ Հիմա խնդիրը պաշտոնապես ձերն է»։ Լիվիան երկու ձեռքերով բռնել էր թղթապանակը։ Նա չժպտաց։ Բայց վտարվելուց ի վեր առաջին անգամ նա կրծքավանդակում զգաց ինչ-որ կոշտ, փոքր տաք բան, որը ոչ զայրույթ էր, ոչ թեթացում, ոչ էլ ուրախություն։ Այն պատկանելություն էր իր ամենահում տեսքով։ 2 օր անց, մեջքին ուսապարկը, հագուստի մի տոպրակ, բարակ վերմակ, Դոնյա Սիդայից փոխարված 2 կաթսա, ջրի մի շիշ, բրնձի մի փաթեթ, մակարոնեղենի մեկ այլ փաթեթ, լուցկի, էժանագին լապտեր հոր հին բանալիի շղթան, նա անցավ նավահանգիստը դեպի Օրֆեու։ Ես փող չունեի տրանսպորտ վարձելու։ Այն կահույք չուներ։ Մատրաս չկար։ Ես ոչ մի ծրագիր չունեի։ Ես ունեի շահագործումից հանված սուզանավ, որը գնել էի $1։ Եվ այդ պահին դա բավական էր։ Մատչելի աստիճաններով բարձրանալը դանդաղ էր, քանի որ նա իրերը տանում էր։ Ներսում օդը դեռ ծանր էր, բայց հիմա թվում էր պակաս թշնամական։ Նա բացեց մեկ այլ երկրորդական լյուկ, մի քիչ օդ ներս թողնելու համար, կտորով սրբեց ներքի մահճակալի փոշին, փռեց վերմակը, մեջքի պայուսակը հենեց պահարանին, կանգնեց մութ միջանցքում, լսելով ձայները։ Մետաղի ճռռոցի ձայն, երբ այն ընդարձակվում է։ Քամու անցումը ճեղքերի միջով։ Դրսում հոսանք է հոսում։ Հեռվում ճայեր։ Ջուր, շատ այն կողմ, ամբարտակի պատի մոտ։ Առաջին գիշերը նա կերավ մակարոնեղեն, որը պատրաստված էր նավաշինարանի արտաքին էլեկտրական վարդակին միացված ժամանակավոր ջեռուցման տարրի վրա, որը վտանգավոր կերպով բացվել էր պահակի կողմից, ով համաձայնվել էր ձացնել, թե չի տեսնում, քանի դեռ նա դուրս չէր հանում միայն մեկ լամպ, մի փոքրիկ կաթսա։ Նա նստեց հին խոհանոցի հատակին, դանդաղ կերավ, ապա լապտերը ձեռքին քայլեց գլխավոր միջանցքով։ Յուրաքանչյուր բաժանմունք, կարծես, թարգմանություն էր պահանջում։ Այնտեղ մի պահարան, որի վրա գծագրված էին զինվորական սերիական համարներ, փոխարինված քաղաքացիական պիտակներով։ Հետագայում սպառված մարտկոցի մոդուլ։ Նավակի քթի մոտ, պահեստային տարածք, դատարկ տուփերով, խողովակներով, ժապավեններով ծռված ափսեով։ Հետի մասում ավելի կարճ միջանցքն ավարտվում է ամրացված դրանով ավելի վերջերս եռակցված միջնորմով, քան մնացածը։ Նա նկատեց, բայց չկենտրոնացավ դրա վրա։ Այնուամենայնիվ, որովհետև այդ գիշեր առաջնահերթությունը պարզ էր, գոյատել խավարում, լռությունում, աշխարհի կողմից մոռացված մետաղական թոքերի մեջ քնելու զգացողության մեջ։ Երբ նա փակեց գլխավոր լյուկը, պառկեց կոշտ մահճակալի վրա, նրա ներսում ինչ-որ բան դողաց։ Ոչ թե վախից։ Կամ ոչ միայն դա։ Տարօրինակ ցնցում էր գիտակցելը, որ արտաքսումից ի վեր առաջին անգամ ոչ ոք չէր կարող նրան հեռու ուղարկել մինչ լուսաբաց։ Եթե այս պատմությունն արդեն գրավել է ձեզ մինչ հիմա, կանգ առեք 2 վայրկյան, քանի որ այսուհետ այն միայն ավելի անհավանական է դառնում։ Կոդ էկրանին, որը աջակցում է ալիքին, նրանք, ովքեր աջակցում են ալիքին, օգնում են մեզ ստեղծել ավելի երկար, ավելի լարված ամբողջական պատմություններ, ինչպիսին սա է, եւ մնացեք ինձ հետ, քանի որ այն, ինչ Լիվիան պատրաստվում էր լսել այդ սուզանավի ներսում, չէր հնչում այնպես, կարծես ժանգից լիներ։ Օրֆեում առաջին մի քանի օրերը դաժան էին։ Առավոտյան Լիվիան վաղ իջնում էր աշխատանքի նավահանգստում, որտեղ էլ որ աշխատանք գտներ։ Կեսօրին նա կվերադառնար մնացորդային նյութերով։ Գիշերը նա մաքրում էր։ Նա դույլերով լվանում էր այն, ինչ կարող էր լվանալ։ Տարիների փոշին քշվեց, տարվեց մաշկին կպած փոքրիկ մոխրագույն ամպերի մեջ։ Նա մաքրում էր չամրացված ժանգը։ Նա առանձնացրեց այն, ինչը աղբեր, այն, ինչը դեռ կարող էր օգտակար լինել։ Ես իմացա, թե որ փականներն էին մեռած, որոնք դեռ շարժվում էին։ Նա հայտնաբերեց թաքնված արտահոսքեր։ Նա ճեղքերը կնքեց մետաղի ջարդոնից գտնված ռետինով։ Նա հին վարագույրներ կապեց խորշերին, մի փոքր գաղտնիություն ստեղծելու համար այնտեղ, որտեղ այն չկար։ Նրա ձեռքերը շուտով կտրվեցին։ Իմ բռունցքները անընդհատ այրվում էին մետաղի պատճառով։ Նրա եղունգները միշտ մուգ էին։ Ճարպի հոտը ներթափանցեց հագուստի գործվածքի մեջ մնաց։ Բայց ամեն օր Օրփեոսը մի փոքր փոխվում էր։ Այն դեռ հին կորպուս էր։ Բայց դա այլս պարզապես հին կորպուս չէր։
Երկհարկանի մահճակալը ծածկված էր փրփուրի բարակ շերտով, որը Դոննա Սիդան վերցրել էր իր զարմիկից։ Խոհանոցը ստացավ 2 էմալապատ ափսե, 1 բաժակ մաքուր սրբիչ։ Կառավարման սենյակը ձեռք բերեց մարտկոցով աշխատող լապտեր, որը կախված էր կեռիկից։ Փոքրիկ ծալովի սեղանը ուղղվեց սկսեց օգտագործվել ուտելու գրելու համար։ Միջանցքում նա անջատված էլեկտրական վահանակի կողքին կպցրեց հոր լուսանկարը, կարծես նրա ներկայությունն այդ տեսակի մեքենան ավելի լավ էր հասկանում, քան որ է սուրբ։ Նավահանգստում գտնվող մարդիկ սկսեցին նկատել։ Սկզբում հետաքրքրասիրությունից դրդված, ապա այն հազվագյուտ տեսակի հարգանքով, որն առաջանում է, երբ մեկը իսկապես անում է այն, ինչ բոլորը միայն որպես կատակ են օգտագործել։ Դոնյա Սիդան սկսեց թունդ սուրճ չոր հաց բերել։ Մարիոն, ճախարակի օպերատորը, հայտնվեց առանց բռնակի գործիքների արկղով։ Մի օր կեսօրին նավահանգստի մուտքի մոտ հայտնվեց Սեյ Ջոել անունով թոշակառու երակցող, որը հսկայական ձեռքեր կորվող նաշար ուներ, նայեց նավի կմախքին, տեսավ 18-ամյա աղջկան, որը դուրս էր գալիս կեղտոտ ջրով լի դույլով, բացականչեց. Ուրեմն դա ճիշտ էր։ Այնտեղ իսկապես մի աղջիկ է ապրում։ Լիվիան կասկածանքով գլխով արեց։ Փորձում եմ։ Նա դիտարկեց Սուզանավի կողքը, լյուկը, կառուցվածքային հենարանները։ Դժվար ճանապարհով փորձելով։ Դա միակ մնացած տարբերակն էր։ Պարոն Ջոելը մի պահ լուռ մնաց։ Ապա նա վերցրեց գործիքների արկղը։ Դուք ունեք 14 դյույմանոց բանալի։ Ոչ։ Լավ մուրճ։ Ոչ։ Աշխատող ձեռնոց։ Ոչ մեկը։ Նա հառաչեց, կարծես պատասխանը պարզապես հաստատեր հաշվարկը։ Հաջորդ առավոտյան նա վերադարձավ ձեռնոցներով, բանալիով, մետաղական խոզանակով, կնքիչ գլանով, փոքրիկ փայտե աթոռակով։ Ես ոչ մի կարեկցանք չզգացի։ Նա ներխուժող հարցեր չէր տալիս։ Ես չէի ուզում իմանալ դժբախտության ավելի անձնական մանրամասները։ Այն միայն ցույց էր տալիս, թե որտեղ էր նա ճիշտ մաքրում, որտեղ սխալ։ Խիտ ժանգը զայրույթով չես հաղթահարի։ Այն հաղթահարում են շերտավորելով։ Սա ակտիվ ճաք չէ։ Սա պարզապես մակերեսային ճաք է։ Այս հարկը կարող է դիմանալ, բայց զգույշ քայլիր։ Երբեք ամեն ինչ միանգամից մի փակեք։ Շրջանառությունից զուրկ կմախքը վերածվում է բորբոսնած գերեզմանի։ Լիվիան լսում էր։ Նա սովորեց։ Նա պահեց այն։ Իրականում, հենց Սեյ Ջոելն էր, որ բացատրեց Օրֆեուի հիմունքները։ Նրա խոսքով Սուզանավը կառուցվել է 70-ականների վերջին, որպես խորջրյա գործողությունների տեխնիկական աջակցության մոդուլ, հետազոտությունների, փրկարարական աշխատանքների օվկիանոսի սպասարկման տարօրինակ համադրություն։ Այն անցել է մի փուլ, որը կապված է եղել ռազմածովային նավատորմի հետ, ապա հետախուզական կոնսորցիումի, վերջապես մասնավոր ստորջրյա ինժեներական ընկերության հետ, որը սնանկացել էր թողնելով դատական հայցեր, պարտքեր բացակայող մասեր։ Էակը ծնվել է օգտակար, բայց վերջիվերջո վատ է բացատրվել, ամփոփեց նա։ Եվ ինչու են նրան այդպես Օրփեոս անվանում, հարցրեց Լիվիան։ Ջոելը ուսերը թոթվեց։ Որովհետև նա միշտ վատ լուրերով է վերադառնում։ Եվ որովհետև ոչ ոք երբեք չի պատմում ամբողջ պատմությունը նավի կորպուսի մասին։ Նա այն իր համար էր պահում։ Շաբաթներն անցան։ Նավահանգստում երբեմն կատարվող աշխատանքը դեռ քիչ էր, բայց բավարար էր բրնձի, օճառի, լամպի, հացի մի փոքր արժանապատվության համար։ Նա սովորեց լողանալ նավաշինարանի հին հանդերձարանում, երբ սանտեխնիկան աշխատում էր։ Վատ օրերին նա ջուրը տաքացնում էր կաթսայի մեջ, լվացվում էր մասերի։ Կերակուրը պահում էր կախովի տարաների մեջ, առնետներից հեռու պահելու համար։ Նա վատ էր քնում, երբ շատ քամի էր լինում, քանի որ կորպուսի մետաղը ջռռում էր, կարծես դրսում ինչ-որ մեծ, անտեսանելի արարած դիրք էր փոխում։ Այնուամենայնիվ, այն բարելավում էր։ Այն շատ լավացավ։ Առաջին ամսվա վերջում Օրֆեուն արդեն մաքուր մետաղի հոտ էր գալիս, այլ ոչ թե լիակատար անտեսման։ Երկրորդ օրվա վերջում կազմակերպվեց վերահսկիչ սենյակը։ Երրորդ հարկի վերջում գլխավոր միջանցքում տարօրինակ զգացողություն էր տիրում, կարծես ժամանակավոր տուն լիներ։ Այդ ժամանակ սկսվեց պատմության լուռ մասը։ Լիվիան արդեն գիտեր Սուզանավերի ձայների հիմունքները։ Ես գիտեի արտաքին քամու ներքին ընդարձակման միջ եղած տարբերությունը։ Ես գիտեի, թե որտեղ է հատակը արձագանքում խոռոչ, որտեղ պինդ։
Ես գիտեի, թե որ Լյուկը մի փոքր կճռա ջերմաստիճանի հանկարծակի փոփոխության ժամանակ։ Ես նույնիսկ գիտեի մակընթացության ժամանակ կողքին հարվածող թուլացած մալուխի յուրահատուկ ձայնը։ Ահա թե ինչու նա արագ նկատեց, երբ լսեց ինչ-որ այլ բան։ Այն գալիս էր նավի ետից։ Ցածր, կարճ, ոչ այնքան լավ։ Ավելի շուտ խլացված, անկանոն ձայնի նման, որը գալիս էր վերջին միջանցքը փակող երակցված արգելապատնեշի ետից։ Նա կանգ առավ միջանցքի մեջտեղում, բաժակը ձեռքին։ Նա սպասեց։ Ոչինչ։ Նա մոտեցավ։ Միջնորմը Սուզանավի համար բնօրինակը չէր։ Նույնիսկ նրա անվարժ աչքն արդեն նկատել էր դա։ Մետաղը մնացածից ավելի երիտասարդ տեսք ուներ։ Երակցումն ավելի կոպիտ էր։ Ներկը, որտեղ դեռ կար, ժանգի տակ այլ երանգ ուներ։ Լիվիան ձեռքը դրեց դրա վրա։ Սառը։ Նա վերադարձավ խոհանոց, ինքն իրեն ասելով, որ դա պարզապես քամի է, ճնշման փոփոխություն, մետաղի կծկում կամ ինչ-որ տրամաբանական բան։ Հաջորդ գիշեր նա կրկին լսեց այն։ Այս անգամ, երկու անգամ։ Եվ հաջորդ օրը նա նկատեց մի մանրամասնություն, որը նախկինում վրիպել էր նրանից։ Հին հրամանատարական սենյակի մոտ, կոտրված ակրիլային տուփի ներսում ամրացված ընդհանուր դիագրամում մոդուլների համարակալումը, կարծես 6-ից 8 էր ցատկում։ 7 թիվը չէր գծագրվել։ Այն անընթեռնելի չէր։ Այն պարզապես այնտեղ չէր։ Նա նկարը վերցրեց պատից, ուշադիր մաքրեց այն ավելի ուշադիր զննեց։ Կառավարման խցիկ։ Բնակեցում։ Խոհանոց։ Մարտկոցներ։ Պահեստավորում։ Սպասարկում։ Այնուհետ նշագծերի միջ ընկած ժամանակահատվածը։ Եվ հետո, հետի մոդուլը։ Տարածքի պակաս կար։ Նույն շաբաթ, երբ օգնում էր Սեու Ջոելին մետաղի ջարդոնի տուփից լավ վիճակում գտնվող պտուտակները առանձնացնել, նա անտարբեր մեկնաբանեց. Հետի վահանակը հետո փակվել է։ Պարոն Ջոելը անմիջապես չարձագանքեց։ Նա դանդաղ բարձրացրեց աչքերը։ Դու այնտեղ գնացիր։ Միայն մինչ միջանցքի վերջը։ Ուրեմն, կա ավելի նոր զոդման միացում։ Եվ դիագրամից մի թիվ բացակայում է։ Նա սեռուն նայեց իր ձեռքին, որը յուղով էր պատված։ Հին քաղաքներում փակված ամեն ինչ չէ, որ փակվել էր ապարդյուն։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Օրփեոսը վերանորոգվել է մեկից ավելի անգամ։ Որոշները փաստաթղթավորված են։ Մյուսները, չգիտեմ։ Եվ դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը եռակցել է որևէ բաժանմունք, ապա դա արել է որոշակի պատճառով։ Լավ թե վատ։ Գիտես որևէ բան։ Սյու Ջոելը մի կում խմեց իր արդեն սառը սուրճից։ Ես մի լուր գիտեմ։ Ինչ լուր։ Որ իր օգտագործման ժամկետի ավարտին այն ուներ մի սենյակ, որի մասին ոչ ոք չէր սիրում խոսել։ Այն անվանում էին դեկոմպրեսիայի մոդուլ, հետո կարանտինային սենյակ, ապա տեխնիկական սենյակ։ Անունները շատ են փոխվում, երբ ճշմարտությունն անհարմար է։ Լիվիան դող զգաց պարանոցի հետի մասով։ Ինչ կար այնտեղ։ Եթե իսկապես իմանայի, դա լուր չէր լինի։ Հետագայում Դոնյա Սիդան պակաս զգույշ էր։ Քույրս ամուսնացած էր մի տղամարդու հետ, որն աշխատում էր Օրֆեուն ժառանգած կոնսորցիումում, ասաց նա, առանձնացնելով նախորդ օրվա չորացրած քաղցր հացը։ Նա երդվեց, որ նավի ետի հատվածը փակված է աղտոտվածության պատճառով։ Բայց ամեն անգամ, երբ նա դա ասում էր, թվում էր, թե նա ավելի քիչ էր համոզված այդ բառի մեջ, քան այն կրկնելու պարտավորության մեջ։ Ինչից աղտոտվածություն։ Հետո բոլորը ինչ-որ բան են հորինում։ Ասբեստ։ Քիմիական արտադրանք։ Արտահոսք։ Թունավոր բորբոս։ Մարդիկ օգտագործում են տեխնիկական անվանումներ, երբ ցանկանում են խուսափել երկրորդ հարցը տալուց։ Լիվիան այնուամենայնիվ տվեց երկրորդ հարցը։ Եվ ոչ ոք չբացեց այն։ Իրերը բացելը գումար է արժենում։ Իրերը բացելը աշխատանք է պահանջում։ Իրերը բացելը թուղթ է տալիս։ Եվ երբեմն իրերը բացելը ապացուցում է, որ ինչ-որ մեկը ստել է։ Արտահայտությունը մնաց։ Այդ գիշեր, լապտերը վառած քամին սուլելով կորպուսի արտաքին միացումների միջով, Լիվիան գնաց ետի միջանցքի ծայրը, ձեռքին Մարիոյի կողմից նրան տրված ավելի լավ լապտերը։
Նա ծնկի իջավ երակցված թիթեղի առջ լուսավորեց եզրերը։ Գրանցվել են թվեր, որոնք ժամանակի ընթացքում գրեթե մարել էին։ Մեկ բռնակը հանված է։ Նոր երակցման տակ հին գամիկի մնացորդներ։ Եվ ներքի ձախ անկյունում ներկված, ապա քերած խորհրդանիշի ստվերն էր։ Դա պարզ, իմպրովիզացված փակման տպավորություն չէր թողնում։ Թվում էր, թե լույսը խլվել է։ Հաջորդ առավոտյան նա չափեց տարածքը։ Նավի կորպուսի արտաքին մասում աստիճաններով նշագծերով բավարար խորություն կար հետի միջանցքի կառուցվածքային ծայրի միջ մեկ այլ բաժանմունքի համար, ներսում նման հեռավորություն գոյություն չուներ։ Այլ կերպ ասած, ինչ-որ բան զբաղեցնում էր մի տարածք, որտեղ, բոլոր պաշտոնական նպատակների համար, ոչինչ չկար։ Մի քանի օր անց կառավարման սենյակի մոտ գտնվող ներկառուցված պահարանը մաքրելիս նա գտավ կոշտ պլաստիկե թղթապանակ, որը թաքնված էր էլեկտրական սարքավորումների սպասարկման ձեռնարկների հետում, ներսում կային չամրացված թերթեր, շատ խոնավ, գրեթե միմյանց կպցրած, մեծ մասը անընթեռնելի էին, սակայն դրանցից մեկը, մասնակի սխեմատիկ նկարը, ցույց էր տալիս նավի ետնամասին միացված լրացուցիչ մոդուլ 7 նույնականացմամբ։ 7 մոդուլ 7-րդ, ինչը չէր երում գլխավոր նկարում։ Այդ պահից սկսած, Սուզանավը դադարեց լինել պարզապես ապաստարան։ Հարց դարձավ։ Եվ հարցերը, երբ նրանք գտնում են մարդկանց, որոնք բավականաչափ հուսահատ են չհանձնվելու համար, հաճախ բացում են ոչ միայն դռներ։ Մի կեսօրին, երբ Արը մայր էր մտնում, չոր նավամատույցը սկսում էր ստանալ օրվա վերջի ժանգոտած երանգը, նավաշինարանի մուտքի մոտ հայտնվեցին երկու տղամարդ։ Նրանք նավահանգստից չէին։ Լիվիան սա հասկացավ նույնիսկ նախքան նրանց ձայները լսելը։ Հագուստ, որը չափազանց մաքուր է։ Անհարմար կոշիկներ ցեխի թափոնների համար։ Միծ նայելու ոչ թե մարդկանց, այլ պոտենցիալ փաստաթղթերին։ Ավելի բարձրահասակը ժպտաց վարժված ձով։ Բարի օր։ Դուք Օրֆեուի նոր ղեկավարն եք։ Լիվիան դրսի աստիճանների վրա էր մաքրում էր դռան հին բռնակը։ Նա իջնում էր միայն անհրաժեշտության դեպքում։ Միացված։ Իմ անունը Դանիել Ֆերազ է։ Սա իմ գործընկեր Լեանդրոն է։ Մենք տեխնիկական ժառանգության Ատլանտյան կենտրոնից ենք։ Մենք պատմական նյութեր ենք հավաքում շահագործումից դուրս եկած նավերից։ Նա չափազանց արագ ցույց տվեց քարտը։ Լուսանկարով անձնագրի քարտ չկա։ Առանց հստակ հանրային լիազորությունների։ Նախնական հարցում չի պահանջվում։ Ուրեմն, մեզ տեղեկացրին կորպուսի սեփականատիրոջ փոփոխության մասին։ Մենք եկանք միայն խորհրդատվություն տրամադրելու համար։ Երբեմն նոր սեփականատերը գտնում է փաստաթղթեր, սարքավորումներ, պատմական առարկաներ, որոնք պատշաճ կերպով վերացման կարիք ունեն։ Լիվիան խաչեց ձեռքերը։ Ես ոչ մի կարևոր բան չգտա։ Երկրորդ տղամարդը երկար նայեց Սուզանավի ետի մասին։ Օրֆեուն ունի տարածքներ, որոնք թերի են կատալոգացված, ասաց նա։ Եթե հետաքրքրված եք, կարող ենք նշանակել բարեկամական տեխնիկական ստուգում։ Մեր շահերից է բխում խուսափել մեր հավաքածուի կորստից։ Բարեկամական։ Այդ բառը, սխալ բերանում, միշտ հնչում է որպես ձեռնոցներով սպառնալիք։ Եթե ինձ ինչ-որ բան պետք լինի, կգամ քեզ մոտ, պատասխանեց Լիվիան։ Դանիելը շարունակում էր ժպտալ։ Անշուշտ։ Մենք պարզապես խորհուրդ չենք տալիս խախտել կնքված խցիկները։ Որոշ նյութեր կարող են զգայուն լինել։ Ինչ նյութեր։ Հին։ Արդյունաբերական։ Երբեմն գաղտնի։ Գաղտնի։ Դա ժառանգության լեզուն չէր։ Դա հիշողությանը հասանելիությունը վերահսկելու սովոր մարդկանց լեզուն էր։ Լիվիան վերցրեց քարտը։ Պաշտոնական լոգո չկա։ Հասցե չկա։ Միայն անուն, հեռախոսահամար, կենտրոն անունը, տպված աննկատ տառերով։ Երբ նրանք հեռացան, ամբարտակի հատակն ավելի սառը էր թվում։ Պարոն Ջոելը լսեց նկարագրությունը խոժոռվեց։ Ես երբեք չեմ լսել այդ կենտրոնի մասին։ Դոնյա Սիդան նույնիսկ ավելի անմիջական էր։ Այս վայրը հոտ է գալիս այն բանի, որ մեկը շատ շուտ է ժամանում այնտեղ, որտեղ նրան հրավիրված չեն։ Այդ գիշեր Լիվիան հազիվ քնեց։ Նա պառկած էր մահճակալի վրա, նայելով ցածր առաստաղի մութ կորին, լսելով կորպուսի ճռռոցը, հիշելով գաղտնի բառը։ Հաջորդ օրը նա որոշեց փորձարկել եռակցված թիթեղը միջանցքում։ Նախ, ականջով։
ապա մատների ծայրերով։ Այնուհետ օգտագործելով պտուտակահանի փայտե բռնակը։ Տոկ, տոկ, տոկ։ Մեծ մասամբ խիտ ձայն։ Սակայն ավելի աջ կողմում ներքի գծի մոտ վերադարձի երթուղին փոխվեց։ Տոկ, խոռոչ։ Նա կանգ առավ։ Նա կրկին փորձեց հաջորդականությամբ։ Տոկ, դենսո, տոկ, դենսո, տոկ։ Ավելի դատարկ։ Նա մատները սահեցրեց եռակցման հատվածի վրայով։ Նա զգաց մի փոքրիկ անհարթություն, գրեթե աննկատելի հին ներքի մակերեսային ժանգի շերտերի տակ։ Կարծես մի կտորը մյուսի վրա էր դրված։ Երբ Ջոելը կեսօրին եկավ, նա նրան այնտեղ տարավ։ Նա թեթակի հպվեց դրան իր մատներով։ Ապա բանալիով։ Ապա նա ականջը սեղմեց մետաղին։ Նա որոշ ժամանակ լուռ մնաց։ Հետում տեղ կա, վերջապես ասաց նա։ Ես գիտեի։ Իմանալը, որ տարածք ունես, նույնը չէ, ինչ այն բացելը։ Բայց կարող է այն բացվել։ Նա քորեց իր մոխրագույն մորուքը։ Ամեն ինչ հնարավոր է։ Ճիշտ հարցը գինն է։ Կառուցվածքային։ Կառուցվածքային։ Իրավական։ Եվ այն տեսակի խնդիրը, որը դուրս է գալիս մյուս կողմից։ Լիվիան խորը շունչ քաշեց։ Եթե այնտեղ ներքում ինչ-որ բան թաքնված է, ես չեմ ապրելու վերում, չիմանալով դրա մասին։ Ջոելը չվիճեց։ Հնարավոր է, որովհետև նա այդ տեսակի արտահայտությունն ավելի լավ էր հասկանում, քան պատասխանում։ Հաջորդ օրերին նրանք սկսեցին ավելի մանրակրկիտ ստուգում։ Մուրճի կարիք չկա։ Հուսահատվելու կարիք չկա։ Սկզբում նրանք նայեցին նավի արտաքին մասին։ Հաջորդը՝ ետի ներքին ամրացումները։ Ապա հին օդափոխության համակարգը։ Հենց Թեոն էր, նիհար դաջվածքներով մետաղի ջարդոն որսորդը, որը միշտ շարժիչի յուղի հոտ էր գալիս, ով նկատեց մեկ այլ մանրամասնություն։ Այս խողովակը պատին չի ավարտվում, ասաց նա, մատնացույց անելով միջանցքի մոտ գտնվող հին, կտրված օդափոխման խողովակը։ Այն ներս է մտնում։ Այն պարզապես դրսից է ընդհատվել։ Եթե խողովակ է մտնում, ուրեմն օգտագործելի ծավալ է եղել։ Կարող ես ասել չափը, հարցրեց Լիվիան։ Թեոն կրացավ, աչքերով չափեց մտքում հաշվարկ արեց։ Ավելի փոքր, քան կառավարման սենյակը։ Ավելի մեծ, քան պահարանը։ Բավական է իրեր պահելու համար։ Կամ մարդկանց։ Ոչ մեկին դուր չէր գալիս, թե ինչպես էր նա ասում մարդիկ։ Բայց ոչ ոք չուղեց այն։ Հենց այս փուլում, մինչ լարվածությունը լուռ աճում էր, Լիվիան գտավ երկրորդ կարևոր հուշումը։ Ես մաքրում էի պատրված վահանակի վերի տեխնիկական խորշը, որտեղ մետաղական կափարիչը գրեթե ժանգի հետ միաձուլված պտուտակով էր ամրացվում։ 20 րոպե պահանջվեց այն թուլացնելու համար։ Ներսում մի խուրձ մեռած լարեր էին, կոտրված պլաստիկե պիտակ ժամանակի ընթացքում կարծրացած ջրակայուն ծրար։ Ծրարի ներսում մնացել էր 2 թերթ թուղթ։ Մեկը հեռացված սարքավորումների մասնակի գույքագրումն էր։ Մյուսը անավարտ ներքին արձանագրություն, որի վերնագիրը ջնջված է արտահայտությամբ։ Միոտ մայրուղու ժամանակավոր փակումը թույլատրված է հետագա որոշման կայացման պահից։ Մուտքը սահմանափակ է։ Չի ներառվում արտաքին այցելությունների կամ տեղափոխման երթուղիներում։ Լիվիան այն 2 անգամ կարդաց։ Մի ներառեք։ Դա պարզապես կողպեք չէր։ Դա միտումնավոր թաքցնում էր։ Եթե ձեզ դուր են գալիս պատմությունները, որոնք ծավալվում են շերտերով, առանց ամեն ինչ միանգամից բացահայտելու, աջակցեք ալիքին հիմա, քանի որ այսուհետ յուրաքանչյուր մանրուք կարևոր է։ Եվ ուշադրություն դարձրեք։ Լիվիայի խնդիրն այլս քնելու տեղ գտնելը չէր։ Խնդիրը հասկանալն էր, թե ինչու էին այդքան շատ մարդիկ, կարծես ուզում, որ այդ սուզանավի մի մասը մնա մետաղի մեջ թաղված։ Առաջին ներխուժման փորձը տեղի ունեցավ 3 գիշեր անց։ Լիվիան արդեն անջատել էր կառավարման սենյակի լամպը, գրեթե քնած էր, երբ լսեց ձայն դրսի աստիճանների վրա։ Դա քամի չէր։ Դա զսպված քայլերի ձայն էր, այնպիսի քայլերի, որոնք լսում է մարդը, ով գիտի, որ մետաղը ուժեղացնում է ներկայությունը, բայց մինույն ժամանակ ռիսկի է դիմում։ Նա անշարժ կանգնած էր։ Եվս մեկ քայլ։ Ապա թեթ հպում լյուկին։ Ոչ թե այցելուի թակոց։ Փորձարկում։
Լիվիան առանց ձայն հանելու դուրս սահեց մահճակալից, վերցրեց լապտերն ու բանալին, որոնք Սյու Ջոելը թողել էր որպես նախազգուշական միջոց։ Նա դանդաղ մոտեցավ գլխավոր միջանցքին, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, թե նրա կորպուսի ներսում մեխանիկական աղմուկ է լսվում։ Դրսում ինչ-որ մեկը խաղում էր դռան բռնակի հետ։ Խրված։ Ապա լսվեց մի շշուկ, որը նա չէր կարողանում հասկանալ։ Ապա լսվեց եզրին մետաղական ինչ-որ բանի հարվածի կարճ ձայնը։ Նա կայացրեց միակ հնարավոր որոշումը։ Նա հանկարծ միացրեց միջանցքի լրացուցիչ լույսը, ամբողջ սրտով գոռաց. «Ես արդեն զանգահարել եմ անվտանգության ծառայությանը»։ Դա սուտ էր։ Բայց դա լավ սուտ էր։ Կարճած շտապողականություն լսվեց, աստիճանների վրա տատանում, ոտնաթաթերի քերծվածքի ձայն, ապա լռություն։ Լիվիան չբացեց այն։ Նա արթուն մնաց մինչ լուսաբաց, նստած կառավարման սենյակի հատակին, բանալին ծնկներին, առաջին անգամ զգալով, որ Օրփեոսը կարող է միաժամանակ պաշտպանել բանտարկել իրեն։ Հաջորդ առավոտյան նա գործիքի հետ գտավ լյուկի արտաքին եզրին։ Նա այն ցույց տվեց պարոն Ջոելին։ Նրա դեմքը կոշտացավ։ Նա չափազանց հետաքրքրասեր չէ։ Նա չափազանց հետաքրքրված է։ Վարկային քարտերով տղամարդիկ։ Հնարավոր է։ Հնարավոր է, որ ուրիշ մարդիկ էլ լսել են նմանատիպ լուր։ Փոքր քաղաքներում լուրը արագ տարածվեց։ Ապա մենք անմիջապես կբացենք։ Մենք այն ճիշտ ենք բացում, ուղղեց նա։ Մինչ ինչ-որ մեկը սխալ ձով բացի այն ձեզ համար։ Նրանք որոշեցին մենակ չգործել։ Նրանք կանչեցին Թեոին։ Նրանք զանգահարեցին Դոնյա Սիդային պարզելու համար։ Եվ նրա առաջարկով նրանք կանչեցին նա պրոֆեսոր Իրենե Մատոսոյին, թոշակառու պատմաբան, որն ապրում էր Պահեստային հրապարակի մոտ գտնվող հին քաղաքային տանը, հայտնի էր նրանով, որ նավահանգստի անցյալի մասին ավելին գիտեր, քան շատ պաշտոնական արխիվներ։ Իրենը լսեց ամբողջ պատմությունը, առանց ընդհատելու։ Ապա նա քարտը խնդրեց այդ ատլանտյան կենտրոնից։ Ապա նա նայեց գտնված արձանագրություններին։ Վերջապես նա խնդրեց տեսնել Սուզանավը իր սեփական աչքերով։ Չոր, քամոտ կեսօրին նա մտավ Օրփեոսի մոտ։ Չնայած իր տարիքին, նա քայլում էր ամուր բռնած։ Նա կրում էր կաշվե պայուսակ, կրում էր գեղեցիկ ձեռնոցներ, ցուցաբերում էր այնպիսի ուշադրություն, որ նույնիսկ ժանգը թվում էր ականատես։ Նա տեսավ կառավարման սենյակը։ Նա տեսավ դիագրամները։ Նա տեսավ եռակցված ետի մասը։ Նա լսել էր ներխուժման փորձի մասին հաղորդագրությունները։ Նա կանգ առավ վերջին միջանցքի առջ։ Օրփեոս անունն արդեն հայտնվել էր հին կտրվածքներում, երբ ես ուսումնասիրում էի 70-ականների վերջերի ռազմածովային պայմանագրերը, ասաց նա գրեթե ինքն իրեն։ Երբեք նույն կերպ։ Երբեմն տեխնիկական աջակցություն, երբեմն օվկիանոսագրական հետազոտություն, երբեմն շարժական հարթակ։ Դա նավի կորպուս էր, որը շրջապատված էր չափազանց շատ վարչական գաղտնիքով, չափազանց քիչ օգտակարության համար։ Ինչ է դա նշանակում, հարցրեց Լիվիան։ Այդ Սուզանավի կյանքում կային փուլեր, որոնք ինչ-որ մեկը շատ էր հետաքրքրված շփոթեցնող դարձնելով։ Սյու Ջոելը նրան ցույց տվեց մի 7 արձանագրությունը։ Իրենը ուղեց ակնոցը լուռ կարդաց։ Սա կարևոր է։ Կարևոր է, ինչպես։ Կարևոր է այն առումով, որ ոչ ոք չի գրում արտաքին տեքստում չներառել ավելների պահեստավորման տարածքի մասին։ Թեոն թեթակի թակեց մետաղական թիթեղին։ Կարելի է զգուշորեն բացել։ Ոչ այսօր, ոչ զայրույթից, բայց կարելի է բացել։ Իրենը փակեց թղթապանակը։ Բացելուց առաջ ուզում եմ մեկին խորհուրդ տալ։ Ոչ թե տեղական ոստիկանությանը։ Հիմա, ոչ։ Դատաբժշկական արխիվագետի, որը աշխատել է հիշողության պատվերների արդյունաբերական գույքագրման վրա։ Եթե այնտեղ կան փաստաթղթեր կամ պատմական որևէ բան, մեզ անհրաժեշտ է մեկը, ով գիտի, թե ինչպես գրանցել դրանք, առանց թույլ տալու, որ դրանք անհետանան բյուրոկրատիայի կամ անբարեխղճության պատճառով։ Ով, հարցրեց Լիվիան։ Կամիլա Ֆերազ։ Քարտի վրա նշված տղամարդու հետ ազգակցական կապ չունեմ, արագ բացատրեց նա։ Ֆերազը տարածված ազգանուն էր։ Կամիլան աշխատում էր մայրաքաղաքում, անկախ փաստաթղթերի պահպանման ստորաբաժանումում, որը կապված էր դատախազության հետ, ժառանգության կորած արխիվների գործերով։ Նա խուճապի մատնվող մարդ չէր։ Նա պահապանների շղթայի հետորդ էր։ Նա զանգահարեց նույն գիշերը։
Կամիլան չկարողացավ անմիջապես գնալ, բայց լսեց ամփոփումը տվեց միայն 4 հարց. Արդյոք կար կառուցվածքային ռիսկ։ Արդյոք կային փաստաթղթերի թաքցնելու ապացույցներ։ Եթե եղել է մուտք գործելու արտաքին փորձ։ Եվ ինչ կլիներ, եթե ինչ-որ մեկն արդեն տեսագրած լիներ ափսեի միջանցքի ներկայիս վիճակը։ Ոչ։ Փորձեք։ Փորձեք։ Դեռ ոչ։ Այսպիսով, նախքան որևէ բանի դիպչելը, նկարահանեք ամեն ինչ, ասաց նա, եւ եթե բացեք այն, մի տարածեք այն շուրջ բոլորը, ես ճանապարհ կդնեմ, եթե զգայուն նյութ լինի։ Հաջորդ օրը, օգտագործելով Թեոյի բջջային հեռախոսը, նրանք ձայնագրեցին միջանցքի, եռակցման աշխատանքների, ապացույցների, փաստաթղթերի նավի կորպուսի շրջակայքի յուրաքանչյուր մանրուք։ Միայն դրանից հետո նրանք պլանավորեցին բացումը։ Ընտրված առավոտը լուսացավ առանց անձրի, ինչը Սամ Բրաստ ու Մարում արդեն թվում էր բախտ։ Սեուժոելը բերեց լավ գործիքներ, ոչ թե ոչնչացման համար նախատեսված։ Թեոն բերեց դիմակ, կարճ լինք շարժական լամբ։ Իրենեն վերցրեց ձեռնոցներ, ծրարներ, նոր տետր։ Լիվիան բերեց այնպիսի լարվածություն, որի պատճառով Ստամոքստ ավելի ծանր է թվում, քան ամբողջ մարմինը։ Ոչ ոք շատ չէր խոսում։ Հետի միջանցքն ավելի նեղ էր թվում, ներսում 4 մարդ լինելով։ Ջոելս մեկ անգամ ուսումնասիրեց վերջին եռակցման հատվածը։ Սա պարզապես մերկ մետաղի թերթի մի կտոր չէ, մրմնջաց նա։ Սա հին դուռ է, որը եռակցված է պարագծի երկայնքով ամրացված է ներսից դրսից։ Կտրվածքը այստեղ է։ Նա մատնացույց արեց գրեթե անտեսանելի գիծը, որը Լիվիան արդեն զգացել էր մատների տակ։ Աշխատանքը սկսվեց ներքի եռակցմամբ։ Սա այն է։ Հիվանդ։ Սառը։ Մետաղը թափում էր փոքրիկ, չոր բեկորներ։ Տաք ժանգի հին փոշու հոտ էր գալիս։ Ժամանակ առ ժամանակ բոլորը կանգ էին առնում լսելու, թե արդյոք կառույցը արձագանքում է որե տարօրինակ ջռոցի ձայների։ Բայց ոչ։ 1 ժամ անց ուրվագիծն ավելի պարզ դարձավ։ 2 ժամ անց արդեն հնարավոր էր տեսնել, թե որտեղ էր սկսվում սկզբնական դուռը։ 3-րդ ժամվա ընթացքում Թեոյին հաջողվեց լոմբի ծայրը մտցնել եզրի արգելապատնեշի մեջ ստեղծված փոքրիկ տարածության մեջ։ Ծանր է լինելու, հարցրեց նա։ Նա ողջ կլինի, ուղեց Ջոելը։ Նրանք միասին ստիպեցին։ Առաջին փորձից ոչինչ։ Երկրորդում թակարդված մետաղի ներքին տնքոց։ Երրորդ դեպքում դուռը հետ քաշվեց 1 սանտիմետրից էլ պակաս։ Դա բավական էր, որ հին օդը ցրվեր։ Չոր։ Սառը։ Դենսո։ Այն ոչ թարմ փտման հոտ էր գալիս, ոչ էլ քիմիական նյութերի կոպիտ արտահոսքի։ Հոտ էր գալիս, որ ինչ-որ բան շատ շուտ էր ավարտվել։ Մետաղը կանգ առավ։ Հին թուղթ։ Եվ հնացած հակասեպտիկի հեռավոր նոտա, որը չէր համապատասխանում Սուզանավի մնացած մասին։ Իրենը ձեռքը բերեց բերանին, ոչ թե դրամատիկորեն, այլ բնազդաբար։ Աստված իմ։ Մեծ զգուշությամբ նրանք լայնացրին բացվածքը, մինչ դուռը բավականաչափ բացվեց, որպեսզի լույսը ներս մտնի։ Լիվիան առաջինն էր, որ լապտերը միացրեց։ Եվ նրա աշխարհը փոխեց իր ձը։ Դրան ետի տարածքը պահեստային տարածք չէր։ Դա սենյակ էր։ Նեղ սենյակ, այո, բայց բավականաչափ երկար կողմերին ամրացված 6 ծալովի մահճակալների համար, երեքական յուրաքանչյուր կողմում, որոնց մետաղին դեռս ամրացված էին չորացած զսպող ժապավեններ։ Կենտրոնում հատակին ջրահեռացման խողովակներ կային։ Պատերի երկայնքով հավաքված էին ծալովի ներարկիչների հենակներ։ Հին դիմակները կախված էին կեռիկներից։ 2 առաստաղի լամպերը դեռս գոյություն ունեին, անջատված։ Հետի մասում, կիսաներքին միջնորմով բաժանված, հատակին ամրացված էր մի փոքրիկ սեղան, մի կոճղակով ձայնագրիչ, դարսված մետաղական տուփեր աթոռ։ Աթոռին, դեռս նստած, մարդկային կմախք էր։ Նա հագել էր կոմբինեզոն, որը տարիքի հետ մուգ կապույտ էր դարձել։ Նրա կրծքից կախված էր ժանգոտած անվանական ցուցանակ։ Գանգը թեթակի թեքված էր առաջ, կարծես մարդը քնած էր եղել սեփական հուսահատության մեջ, երբեք չարթնացած չէր եղել։ Մի քանի վայրկյան ոչ ոք չխոսեց։ Ոչ ոք նորմալ չէր շնչում։ Ոչ ոք չշարժվեց։ Թեոն առաջինը նահանջեց։ Անիծյալ։ Պարոն Ջոելը անշարժ կանգնած էր։ Իրենը սկսեց թեթակի դողալ, ոչ թե թուլությունից, այլ մաքուր ցնցումից։
Լիվիան չէր կարողանում աչքերը կտրել սենյակից։ Դա միայն կմախքը չէր։ Դա ամբողջ փաթեթն էր։ Մահճակալներ, ամրակներով։ Պատերը ներսից պոկվում են։ Դռան մոտ ձեռքով ձավորված ժանգի հետքեր։ Եվ մահճակալներից մեկի վերում, որտեղ ներկը բծերով պոկվել էր, մետաղի վրա գծեր էին քերծվել։ Հաշվելով միավորներ։ Ռիսկի 4 գիծ, ապա 5-րդը հատվեց։ 4 տող, ապա 5-րդը։ Շատ խմբեր։ Անունները նշված են նրանց կողքին։ Անուններ, որոնք փորագրված են պատահականորեն, կարծր ծայրով, պտուտակով կամ հուսահատությունից դրդված։ Մոտա։ Սելիա։ Իվան 12 օրը։ Թրել։ Սիգեյրա։ Լեդան ապրում է։ Լիվիան զգաց, թե ինչպես է իր մաշկը սառչում։ Դա տեխնիկական բաժանմունք չէր։ Դա չեզոք իմաստով կարանտին չէր։ Դա պարզապես վատ փաստաթղթավորված բարեփոխում չէր։ Դա մարդկային զսպվածություն էր։ Նա դանդաղ մտավ ներս, ամեն քայլը հնչում էր այն հատակին, որը նրան չափազանց երկար էր պահել։ Ներսում օդն ավելի ծանր էր, քան Սուզանավի մյուս մասում։ Ոչ թե թթվածնի պատճառով։ Հիշողության պատճառով։ Սենյակի հետի մասում, կմախքի մոտ, իմպրովիզացված մետաղական մամլիչի տակ դրված էր դեղնած ծրար։ Կազմի վրա, ձեռագիր արտահայտություն, որն արդեն դողում էր մաշվածությունից, բայց դեռս ընթեռնելի էր։ Եթե որը մեկը բացի սա, խնդրում եմ, առանց պատճենի չհանձնեք այն նավահանգստին։ Իրենեն տեսավ այն, նախքան Լիվիան դիպչեց դրան։ Մի դիպչեք առանց գրանցվելու։ Թեոն արդեն նորից նկարահանումների մեջ էր։ Պարոն Ջոելը չէր կարողանում աչքերը կտրել սեղանի մոտ նստած կերպարանքից։ Լիվիան լուսավորեց կմախքի կրծքավանդակի վրա գտնվող հուշատախտակը։ Անգլ։ Ֆարիաս։ Համազգեստի գրպանում կիսով չափ կոտրված պլաստիկե անվանական պիտակը դեռս թույլ էր տալիս կարդալ անվան մի մասը՝ Անդրե Ֆարիաս։ Ձայնագրիչի կողքին կային 3 պիտակավորված ժապավեններ։ Փայտե տուփ։ 2 տետր։ Ջրակայուն թղթապանակ։ Եվ միջնորմին հենված մի փոքրիկ սեյֆ, այնպիսին, ինչպիսին օգտագործվում է փաստաթղթերի համար։ Իրենան մի վայրկյան փակեց աչքերը։ Մինչ Կամիլայի ժամանումը մենք ոչնչի չենք դիպչի, բացի անհրաժեշտ իրերից։ Բայց հիմա անհնար էր չնկատել դա։ Սեղանի ետում, մետաղական հենարանների վրա, կային 4 տուփ, որոնք կնքված էին հին դրոշմանիշներով։ Դրանցից մեկը մասամբ բաց էր ժանգի պատճառով։ Ներսում մուգ կտորով փաթաթված կային ոսկե արծաթե մետաղական փոքր առարկաներ, գուցե մեդալներ, գուցե զարդեր, գուցե քանդված կրոնական արվեստի գործեր։ Մեկ այլում լուսանկարչական թղթապանակներ։ Մեկ այլում պլաստիկե ծրարներ, նեգատիվներով։ Մեկ այլում մեքենագրված ինդեքսային քարտեր։ Սարսափն ու քաջությունը կիսում էին նույն տարածքը։ Եվ դա ամենավատ մասն էր։ Դա դատարկ մահվան խցիկ չէր։ Դա քննասենյակ էր։ Կամիլա Ֆերազը ժամանեց ուշ գիշերով։ Նա 6 ժամ վարեց մայրաքաղաքից, առանց թիմի, առանց աղմուկի, միայն կոշտ ուսապարկով, տեսախցիկի պատյանով, ձեռնոցներով, դիմակով պաշտոնական լիազորագրերի թղթապանակով, որը ցույց էր տվել նույնիսկ մեքենայից ամբողջությամբ դուրս գալուց առաջ։ Նա մի փոքր ավելի քան 35 տարեկան էր, մազերը կապված, դեմքի արտահայտությունը ճշգրիտ, նա օժտված էր այնպիսի հանգստությամբ, որը միայն բարձրակարգ մարդիկ են պահպանում անհեթեթ իրավիճակների բախվելիս։ Լիվիան նրան տարավ Օրփեոսի մոտ։ Ամբարտակի երկայնքով արահետին քամին մեր ոտքերի մոտ աղի փոշի ու չոր տերներ էր շպրտում։ Կամիլան մեկ անգամ ամեն ինչ լսեց։ Նա չընդհատեց։ Նա ցուցադրական արձագանք չցուցադրեց։ Սակայն, երբ նա մտավ 7-րդ մոդուլ, նրա լռության բնույթը փոխվեց։ Ավելի ծանրացավ։ Նա փաստաթղթավորեց դուռը, միջանցքը, մահճակալները, պատերի վրայի հետքերը, կմախքը, սեղանը, արկղերը, նա լուսանկարներ արեց մեթոդական հաջորդականությամբ, չափեց անկյունները, նշեց դիրքերը, նկարահանեց ընդհանուր վիճակը, միայն դրանից հետո մոտեցավ ծրարին։ Նա բացեց այն չափազանց զգուշությամբ։ Ներսում կային 9 ծալված թերթ թուղթ, մի չամրացված նամակ, մի փոքր կասետ։ Կամիլան նախ կարդաց նամակը։ Նրա աչքերը նեղացան։ Տղամարդու անունն իսկապես Անդրե Ֆարիաս էր, վերջապես ասաց նա։
Ներկառուցված համակարգերի ինժեներ։ Տեքստի համաձայն նա սա գրել է այստեղ արդեն բանտարկված ժամանակ։ Ձերբակալված եք, կրկնեց Լիվիան, չնայած հարցին գրեթե արդեն պատասխանել էր սենյակը։ Կամիլան բարձրացրեց թղթադրամը, որպեսզի բոլորը տեսնեն։ Սկզբում ձեռագիրը կոշտ էր, վերջում ավելի անհավասար։ Եթե նրանք սա կարդում են, դա նշանակում է, որ կամ ես չեմ կարողացել դուրս գալ, կամ ինչ-որ մեկը վերջապես որոշել է բացահայտել ստերը։ Սա բժշկական մոդուլ չէ։ Նրանք այս վայրը վերածել են տրանսպորտային խցիկի։ Կան անուններ, ամսաթվեր, ձայնագրություններ, բեռների ցուցակներ։ Պատճենահանեք, նախքան որ է նավահանգստային իշխանություն դիպչի որ է արկղի։ Որոշ տղամարդիկ դեռ շահագրգռված են Օրփեոսի լռությամբ։ Մի քանի վայրկյան ոչ ոք չխոսեց։ Կամիլան վերադարձավ էջերին։ Եվ հետո պատմությունն ավելի խորը դարձավ։ Անդրե Ֆարիասը գրել է, որ Օրֆեուն, որը պաշտոնապես կապված էր տեխնիկական գիտական գործողությունների հետ, գաղտնի օգտագործվել է ափամերձ կետերի միջ մարդկային պահապաններ շեղված նյութեր տեղափոխելու համար, առանց համապատասխան գրանցման։ 7-րդ մոդուլը, որը սկզբնապես նախատեսված էր կայունացման դեկոմպրեսիայի համար, հարմարեցվել է ժամանակավոր կալանքի համար, այնտեղ տեղափոխված մարդիկ չէին նշված որ է կանոնավոր մանիֆեստում, նյութերը առավել հղումներ կային անցյալ տասնամյակների վերաբերյալ։ Պաշտոնյաների անունները։ Առաքելության կոդեր։ Հարավ-արմտյան քամի անունով գործողություն։ Արկղերը մայրցամաքից տեղափոխվել են նավեր, առանց հստակ դրոշի։ Աշխատանքներ առարկաներ, որոնք առգրավվել են առանց սեփականության իրավունքի մուտքի։ Եվ ավելի վատը, մարդկանց վերաբերվում էին որպես բաժնետիրոջ։ Լիվիան լսեց դա այնպես, կարծես զգաց, որ գետինը շարժվում է, առանց տեղից շարժվելու։ Սյուջոելը ձեռքը սահեցրեց դեմքի վրայով։ Սա պարզապես հին հանցագործություն չէ։ Սա թղթից պատրաստված գերեզման է։ Կամիլան գլխով արեց։ Եթե փաստաթղթերը իսկական են, ապա դա ավելին է, քան դա։ Դրանք քրեական, վարչական պատմական հետանքներով դիտավորյալ թաքցնելու ապացույցներ են։ Եվ այս ապացույցների ամբողջությունը փոխում է ամեն ինչ։ Իրենան շատ հանգիստ հարցրեց. Ինչ պատահեց նրան։ Կամիլան վերցրեց մեկ թերթիկ։ Նա ասում է, որ ցուցակներ ձայնագրություններ է հայտնաբերել էլեկտրական ուժ ստուգման ժամանակ։ Նա փորձել է այդ մասին հաղորդել տեղացի լրագրողին արհմիության փաստաբանին։ Երկուսն էլ նահանջել են սպառնալիքներ ստանալուց հետո։ Վերջին գրանցված օպերատիվ սպասարկման ուղղորության ժամանակ մասնակի խափանում է տեղի ունեցել։ Անդրեն պատճենել է ամենազգայուն նյութը, թաքցրել այն 7-րդ մոդուլում որոշել է սպասել, մինչ հասնի ցամաք, որպեսզի ամեն ինչ դուրս հանի։ Սակայն մուտքը դրսից փակ էր, տեխնիկական մեկուսացման պատրվակով։ Նամակի հիման վրա նա կարծում էր, որ ինչ-որ մեկը կվերադառնա։ Նրանք չվերադառնան։ Լիվիան սեռուն նայում էր կմախքին։ Միայնակ։ Կողպված է։ Կորպուսի ներսում։ Բավարար ապացույցներով, ազդեցիկ մարդկանց վախեցնելու համար։ Շոկը միայն տեսածի սարսափից չէր գալիս։ Դա ժամանակից է եկել։ Այդ ամբողջ ժամանակը։ Կամիլան բացեց առաջին տետրը։ Էջերի վրա անունների ամսաթվերի սյուներ։ Երթուղիներ։ Ժամանակացույցեր։ Տուփի համարներ։ Սկզբնատառեր։ Կողմնակի նշումներ, ինչպիսիք են չգրանցվել, պաշտոնական վայրեջք չի կատարվում, անավարտ վերադարձ։ Նա բացեց երկրորդը։ Ավելի անձնական։ Առավել հրատապ։ Ավելի մարդկային։ Կարճ հատվածներ։ Դրան ետում լսվող ձայների վերաբերյալ դիտարկումներ։ Մոդուլի շրջանակներում ընդգրկված անձանց մասնակի ցանկը։ Ջերմությամբ տառապող տղայի նկարագրությունը։ Մի կնոջից, որը անընդհատ կրկնում էր իր դստեր անունը։ Կողի վնասվածք ունեցող մի տղամարդու մասին, որը անընդհատ պատին էր հարվածում։ Փոքրիկ փայտե արկղերից, որոնք գալիս ու գնում էին առանց պաշտոնական կնիքի։ Հրամաններ, ձեր վահանակից այն կողմ մի փնտրեք։ Հիշատակվում էր նա բռնագրավված վերաուղղորդված հավաքածուի մասին, այդ թվում մեդալներ, կրոնական արտեֆակտներ, մետաղադրամներ, փաստաթղթեր այն հաստատություններից, որոնք բռնի կերպով փակվել էին անցյալ գործողությունների ընթացքում։ Այլ կերպ ասած, կնքված սենյակում կային ոչ միայն անօրինական ազատազրկման ապացույցներ։
Այն նա թողեց անօրինական կերպով յուրացված ակտիվների հետք։ Դա բացատրեց տուփերը։ Նա բացատրում էր լավ հագնված տղամարդկանց այցելությունը։ Նա բացատրում էր ներխուժման փորձը։ Կամիլան զննեց ժապավեններից մեկը, առանց այն հետ նվագարկելու։ Սա պետք է լաբորատորիայում հետաքննվի։ Բայց եթե նա ձայնագրություններ է թողել, կարող են լինել ձայներ, հրամաններ, լրիվ անուններ։ Լիվիան անշարժ կանգնած էր 7-րդ մոդուլի կենտրոնում, ձեռքերը կողքերին դրած, զգալով մի նոր տեսակի վախ։ Այլս անօթան դառնալու վախը չէր։ Դա վախն էր գտնելու մի բան, որը որոշ մարդիկ կնախընտրեին կրկին խորտակել։ «Ինչ անենք», հարցրեց նա։ Կամիլան առանց վարանելու պատասխանեց. «Հիմա մենք ամեն ինչ փաստաթղթավորում ենք։ Այսօր երեկոյան։ Այնուհետ ես կկապվեմ երկու կոնկրետ մարդկանց հետ, ժառանգության դատախազի, որի հետ նախկինում աշխատել եմ, մարդկային մնացորդների մասնագետի։ Մենք նախ տեղական որեգործակալության չենք զանգահարում, քանի որ սա կարող է մի քանի րոպեից արտահոսել։ Եվ այստեղ ոչ ոք մենակ չի քնում։ Ոչ ոք չհամաձայնվեց։ Նրանք աշխատեցին գրեթե մինչ լուսաբաց։ Կամիլան իմպրովիզացված կայան տեղադրեց հին հրամանատարական սենյակի սեղանի վրա։ Նա ցուցակագրեց տեսանելի պարունակությունը, առանց խախտելու որևէ բան, որը պահանջում էր պաշտոնական փորձագիտական վերլուծություն։ Նա լուսանկարեց պատին քերծված յուրաքանչյուր անուն։ Նա Լիվիային խնդրեց տեսանյութով պատմել Սուզանավի ձեռքբերման պատմությունը, բացման ամսաթիվը, վկաների ներկայությունը։ Իրինան ստորագրեց հայտարարությունը։ Ջոելը ստորագրեց այն։ Թեոն ստորագրեց։ Դոնյա Սիդան, նույնիսկ մոդուլ չմտնելով, ստորագրեց վարկային քարտով տղամարդկանց այցելության մասին զեկույցը։ Երբ նրանք ավարտեցին, երկինքն արդեն սկսում էր լուսավորվել մեռած կռունկների ետում։ Հենց այդ պահին Կամիլան կրկին նայեց Ատլանտյան կենտրոնի քարտին, մի պահ սառեց։ «Որտեղ ասացիք, որ այս մարդը ներկայացել է»։ «Այստեղ, ամբարտակի մոտ», պատասխանեց Լիվիան։ Կամիլան քարտը մոտեցրեց լամպին։ «Այդ անունը… Դանիել Ֆերազ։ Ես նմանատիպ ազգանուն տեսել եմ նավահանգստային հանձնաժողովի հին փաստաթղթերում։ Չգիտեմ, դա պատահականություն է, թե՞։ Մարդիկ նույն ազգանունն են օգտագործում վախեցնելու համար։ Բայց լսեցիք, թե ինչ ասաց նա։ Տեխնիկական միջոցներ, գաղտնի նյութեր, մի դիպչեք կնքված խցիկներին։ Նրանք հին շարժիչ չէին փնտրում։ Այդ կեսօրին, նախքան պաշտոնական ուժեղացուցիչների ժամանումը, վտանգը դարձավ իրականություն։ Նավաշինարանի երկրորդական դարպասի հետում կայանված էր մեքենա։ Այս անգամ ոչ թե երկու տղամարդ։ Երեքը։ Լիվիան տեսավ նրանց վերին լյուկից արագ իջավ ներք, մյուսներին կանչելու։ Կամիլան չէր թաքնվում։ Հակառակը։ Նա խնդրեց բոլորին ձայնագրել իրենց բջջային հեռախոսները։ Տղամարդիկ անցան ամբարտակի կեսը, կանգ առան, երբ տեսան, որ միայնակ աղջկա չեն գտնի։ Նրանցից ամենամեծը արային ակնոցներ էր կրում, չնայած որ արը բավարար չէր դա արդարացնելու համար։ Մենք տեղեկություն ստացանք, որ Օրֆեու կորպուսի խցիկներից մեկում անօրինական ներխուժում է տեղի ունեցել, ասաց նա։ Մենք եկել ենք զգայուն արտեֆակտների աղտոտումը կանխելու համար։ Կամիլան ցույց տվեց իր լիազորագրերը։ Եվ ես եկել եմ խոչընդոտները, կորուստները, սպառնալիքները կանխելու համար։ Խնդրում եմ, ձեր ինքնությունը։ Նա դա ցույց չտվեց։ Մենք սա հակամարտության վերածելու կարիք չունենք։ Դա արդեն հակամարտություն է, պատասխանեց Կամիլան։ Տղամարդը դանդաղ հանեց ակնոցը։ Նա ուներ ծերացած մեկի դեմք, որը հավատում էր, որ արտաքին քաղաքավարությունը դեռ կարող է գնել ուրիշների լռությունը։ Կան նյութեր, որոնք պատկանում են հաստատությունների, որոնք դուք չեք հասկանում։ Կամիլան աչքը չթարթեց։ Հիանալի է։ Այդ դեպքում այս հաստատությունները կարող են պաշտոնապես ներկայանալ դատախազություն։ Մինչ այդ, առանց օրթերի, առանց հստակ լիազորությունների, առանց փաստաթղթերի շղթայի ցանկացած մոտեցում կներառվի զեկույցում։ Տղամարդիկ մի պահ անշարժ կանգնած էին։ Ապա ավագը անհամեստ ժպտաց։ Աղջիկը մետաղի ջարդոն գնեց։ Նա չպետք է քիթը խոթեր հին պատմության մեջ։ Ջոելն էր, որ պատասխանեց։ Հենց դրա համար էլ դուք կարողացաք տասնամյակներ շարունակ հանգստանալ։ Որովհետև բոլորը մետաղի ջարդոն էին անվանում այն, ինչ վախենում էին անվանել։
Տղամարդիկ հեռացան։ Դանդաղ, առանց վազելու։ Այնպիսի ելք, որը խոստանում է վերադարձ։ Լիվիան զգաց, որ իր ձեռքը սառչում է։ Կամիլա, ոչ։ Լավ, ասաց նա։ Հիմա մենք տեսագրել ենք սպառնալիքները։ Դա երբեմն ավելի է օգնում, քան դատարկ սպառնալիքները։ Ուժեղացուցիչ ուժերը ժամանեցին վաղ երեկոյան։ Ժառանգության քարոզիչ Մարսելո Գիմարես անունով։ Մարդկային մնացորդների մասնագետ դոկտոր Ֆաբիան Սալես։ Երկու աննկատ գործակալներ։ Սիրեններ չկան։ Ոչ մի ներկայացում։ Նրանք բարձրացան Օրֆեու նրանց խնամքով, ովքեր գիտեն, որ նման տեսարանները փխրուն են։ 7-րդ մոդուլը մեկուսացվեց, ստուգվեց, կրկին լուսանկարվեց, պաշտոնապես կնքվեց նախնական հավաքագրումից հետո։ Կմախքը հետազոտվեց տեղում։ Կային մահվան հստակ նշաններ կալանավայրում, չնայած կոնկրետ պատճառը կախված էր լաբորատոր վերլուծությունից։ Արկղերը բացվեցին ըստ արձանագրության։ Առաջին արկղի ներսում մեդալներ, հնաոճ մետաղադրամներ, փոքր մասունքատուփեր, արծաթե մետաղադրամներ, բոլորն էլ ուղեկցվում էին մասնակի ցուցակներով, որոնք չէին համապատասխանում Մարսելոյին հայտնի որևէ պաշտոնական նախնական գույքագրմանը։ Երկուշաբթի օրը լուսանկարչական նեգատիվներ, մեքենագրված ինդեքսային քարտեր, տրանսպորտային ձատխտեր, անունների ցուցակների արկղերի համարների պատճեններ։ Երրորդ կատեգորիայում ինստիտուցիոնալ փաստաթղթեր, փակված կազմակերպությունների ձատխտերով, չստորագրված ստացականներ, նշված երթուղիներով ափամերձ քարտեզներ։ Չորեքշաբթիի կասետներ, կոճղերի շարքեր, եզրերից թաց տետր լուսանկարներ։ Լուսանկարներ։ Սրանք այն պատկերներն էին, որոնք ամենից շատ ցավ պատճառեցին։ Ոչ թե բացահայտ բռնության պատճառով։ Նա գրեթե երբեք չէր հայտնվում։ Նրանք ցավում էին, քանի որ տարբեր ժամանակներում ցույց էին տալիս Օրփեոսի միջանցքները։ Դրանք ցույց էին տալիս մահճակալներ, որոնցում զբաղեցված էին դեմքերը մասամբ ծածկած մարդիկ։ Նրանք ցույց տվեցին, որ արկղերը ուղարկվում են առանց գրանցման։ Դրանք ցույց էին տալիս տեխնիկական համազգեստով տղամարդկանց, սպաների կողքին, առանց տեսանելի անունների։ Հատկապես անհանգստացնող պատկերով դրանք ցույց էին տալիս 7-րդ մոդուլի պատը դեռս մաքուր, հաշվարկի նշանների առջ, կարծես սենյակը պատրաստ լիներ օգտագործման համար մեկուսացման որևէ պաշտոնական արդարացումից շատ առաջ։ Մարսելոն լուր կարդաց ցուցակների մի մասը, ապա խորը շունչ քաշեց։ Եթե հաստատվի, սա շատ բաներ կվերաբացի։ Ինչպես, հարցրեց Լիվիան։ Անհասկանալի անհետացման տեսակ։ Ակտիվների ապօրինի յուրացում։ Փաստաթղթերի թաքցում։ Հանրային կամ կիսահանրային ենթակառուցվածքների գաղտնի օգտագործում։ Կախված ամսաթվերից անուններից, սա վերաբերում է ինչպես մահացած, այնպես էլ կենդանի մարդկանց։ Դոկտոր Ֆաբիանը կմախքի կողքին ծնկի իջած, վեր նայեց։ Եվ դա վերաբերում է մի մարդու, ով մնացել էր այստեղ։ Մենք թույլ չենք տա, որ սա դառնա ծանոթագրություն։ Լիվիան արտահայտությունը լսեց ինչպես մեղմ թակոց։ Որովհետև մինչ այդ պահը հայտնագործության ողջ վեհության մեջ կար ինչ-որ շատ մտերիմ պարզ բան, որը չէր կարող կորչել։ Անդրե Ֆարիասը սպասել էր, որ ինչ-որ մեկը բացի այդ դուռը։ Վերջապես ինչ-որ մեկը բացել էր այն։ Եթե հասել եք մինչ այս պահը, մեկնաբանեք, թե որտեղից եք դիտում մնացեք ինձ հետ մինչ վերջ, քանի որ պատմությունը չի ավարտվում փակ սենյակում։ Հաջորդը գրեթե խլեց Օրփեոսին Լիվիայի ձեռքից մեկից ավելի անգամ։ Եվ ինչպես միշտ է պատահում, երբ ճշմարտությունը ուշ է դուրս գալիս, մարդիկ հայտնվեցին, ցանկանալով շահույթ ստանալ այն բանից, ինչը տասնամյակներ շարունակ անտեսել էին։ Լուրը տարածվեց 48 ժամվա ընթացքում։ Նախ, տեղական խմբերում, այնուհետ տարածաշրջանային կայքում, ապա ավելի մեծ ցանցերում։ Երիտասարդ կինը, որին վտարել են իր տնից, $1 գնում է լքված սուզանավ հայտնաբերում գաղտնի խցիկ, մարդկային մնացորդներով գաղտնի փաստաթղթերով։ Սուզանավը մոռացված էր հարավային նավահանգստում թաքցրել էր գաղտնի խուց հնարավոր է, գողացված հավաքածու։ Օրփեոսի գործը կարող է վերաբացել պատմական ժառանգական հետաքննությունները։ Հանկարծ Սաո Բրաս դու Մարը, որը լավ պատճառներով հազվադեպ էր հայտնվում լրատվամիջոցներում, դարձավ ազգային պատմության կենտրոն։ Լրագրողներ ժամանեցին։ Նրանք եկան հետաքրքրասիրությունից դրդված։ Օպորտունիստները եկան։ Իսկական մասնագետներ եկան։
Եկել են մարդիկ, ովքեր անհետ կորած հարազատներ ունեին նախնական ցուցակներում նմանատիպ անուններ էին տեսել։ Կային նա չափազանց շատ մարդիկ, ովքեր ցանկանում էին սելֆի անել, դժբախտության պատկերը կատարյալ շրջանակված լինելով։ Մարսելոն մի քանի օրվա ընթացքում կարողացավ ստանալ Օրֆեուի համար ժամանակավոր ակտիվների պաշտպանության որոշում, նավաշինարանը մեկուսացվեց, մուտքը կախված դարձավ թույլտվությունից, Կամիլան մնաց որպես գործով փաստաթղթերի խորհրդատու։ Իրենեն պաշտոնապես հարցաքննվեցին նա Սեյուժոելը Թեոն։ Լիվիան բոլորի խորհրդով պետք է մի քանի օրով մեկնի այնտեղ։ Նա հրաժարվեց։ Ոչ թե դատարկ համառությունից, բայց որովհետև նա արդեն հասկանում էր, որ այդ պահին Օրփեոսին լքելը նշանակում էր թույլ տալ, որ ուրիշները կենտրոնական դեր խաղան իր կողմից լույս աշխարհ բերված պատմության մեջ։ Բանակցություններ են եղել։ Վերջում նրանք համաձայնության եկան հետյալի շուրջ։ Նա կշարունակեր քնել Սուզանավի վրա միայն այնքան ժամանակ, քանի դեռ մոտակայքում անձնակազմ կամ հսկողություն կար։ Ես երբեք մենակ չէի լինի։ Կընդուներ նվազագույն պաշտպանություն, չնայած նա ատում էր այդ գաղափարը։ Ջոելը 2 գիշեր քնեց կառավարման սենյակից դուրս գտնվող միջանցքում։ Թեոն մնաց 2 օր։ Այնուհետ նրանք գործակալների աջակցությամբ ստեղծեցին ռելեային համակարգ։ Վերլուծության առաջին շաբաթը չափազանց շատ հաստատումներ բերեց։ Կմախքն իսկապես Անդրե Ֆարիասինն էր, ծովային ինժեների, որը պաշտոնապես անհետացել էր գործառնական ապամոնտաժումից հետո պաշտոնը լքելու պատճառով, ըստ Կամիլայի կողմից ծայրամասային ֆայլում գտնված անհեթեթ վարչական գրության։ Այլ կերպ ասած, նրանք տղամարդուն 2 անգամ ջնջել էին։ Սկզբում ֆիզիկապես, ապա բյուրոկրատական։ Լաբորատորիայում սկսեցին վերականգնել ժապավենները։ Վաղ, խիստ վնասված հատվածներում արդեն լսվում էին ձայներ, հրամաններ, գամմայի անուններ ջուր խնդրողի անսխալ ձայնը։ Մեկ այլ ավելի ազդեցիկ հատվածում Անդրեն, դողալով գրեթե շնչահեղձ լինելով, պատմել է, որ իրեն պահում են 7-րդ մոդուլում, դուռը փակած, որ եթե ձայնագրությունը պահպանվի, դա կծառայի որպես սենյակի գաղտնի օգտագործում։ Դրամարկղում թվարկված են հին ափամերձ գործողությունների ժամանակ առգրավված հետագայում երբեք չգտնված ապրանքների մասամբ համընկնող ընդհատված պաշարները։ 7-րդ մոդուլի պատին փորագրված անուններից մի քանիսը, գոնե մասամբ, համընկնում էին այդ ժամանակվա գրառումներում անհետ կորած անձանց մականունների ազգանունների հետ։ Ափամերձ քարտեզի վրա նշված երթուղին մատնացույց էր անում մի վերբեռնման տարածք, որը տասնամյակներ շարունակ լքված էր եղել։ Եվ Անդրեի տետրերում նշված գործառնական կոդերից մեկը հայտնվել է նա անթափանցիկ սպասարկման պայմանագրերում, որոնք կապված են կեղծ ընկերության հետ, որի մասին նավահանգստում տարիներ շարունակ ոչ ոք չէր հիշատակել։ Որքան գործը առաջ էր գնում, այնքան էլ չափազանցություն չէր թվում։ Եվ թվում էր ավելի նման այն, ինչ միշտ էլ եղել է։ Ճշմարտությունը թաղված է ժանգի, անտարբերության վախի տակ։ Սենյակի բացումից 10-րդ օրը հայտնվեց Լիվիայի մայրը։ Նա մենակ չեկավ։ Նա ժամանեց ավտոբուսով, հագած նավահանգստային թաղամասի համար չափազանց գեղեցիկ բլուզ օծանելիք, որը Լիվիան ճանաչել էր մեկ այլ ժամանակներից, երբ այդ տանը դեռ նորմալ կյանքի փոքր փորձեր կային։ Նա կանգ առավ շրջափակված տարածքից դուրս խնդրեց խոսել դստեր հետ։ Լիվիան առանց շտապողականության իջավ Օրփեոսից։ Քամին մոր մազերը դիպչում էր դեմքին։ Նա թվում էր ավելի փոքր, քան հիշողության մեջ էր։ Ավելի փոքր, մինույն ժամանակ ավելի վտանգավոր, քանի որ կրում էր այն տեսակի ընտրողական փխրունությունը, որը ի հայտ է գալիս, երբ հարմարավետությունը քողարկվում է որպես քնքշություն։ Լիվիա։ Երիտասարդ կինը կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա։ Հեյ։ Մայրը շուրջը նայեց, ժամանակավոր ցանկապատերին, հեռվում լրագրողների շարժմանը, Սուզանավի կորպուսին։ Ես փորձեցի խոսել քեզ հետ։ Բարի կեսօր։ Կինը ձեռքերը իրար կապեց։ Ես չգիտեի, որ այս ամենը տեղի է ունենալու։ Լիվիան գրեթե ժպտաց։ Ոչ թե հումորային իմաստով։ Անհավատալիությունից դուրս։ Ես էլ ոչ։ Ես անհանգստացած էի։ Նա իմացավ հեռուստատեսության միջոցով։ Մայրը բացեց բերանը, նորից փակեց, ապա շարժվեց առաջ դեպի այնտեղ, որտեղ իսկապես ուզում էր գնալ։ Գիտեմ, որ վիրավորված ես։ Գիտեմ։ Բայց մենք պետք է հանգիստ խոսենք։ Այս պահին շատ մարդիկ են ներգրավված։ Իրավաբաններ, թղթաբանություն, բացահայտումներ։ Դու շատ երիտասարդ ես։
կարող ես սխալ մարդու վստահել։ Լիվիան նրա հայացքը պահեց։ Դուք օգնություն կամ մասնակցություն եք առաջարկում։ Մայրը, կարծես, վիրավորված էր։ Ես քո մայրն եմ։ Դա նա այն ժամանակ էր, երբ նա ինձ անձրի տակ ճանապարհեց։ Արտահայտությունը դիպավ հենց գլխին։ Բայց դա չոչնչացրեց այն։ Որովհետև որոշ մարդիկ տարիների ընթացքում զարգացրել են բարոյական հետանքներից գոյատելու սարսափելի ունակություն, քանի դեռ կա որոշակի գործնական հետաքրքրություն։ Ես ճնշման տակ էի, ասաց մայրը այնպիսի տոնով, որը համատեղում էր պաշտպանությունն ու արդարացման խնդրանքը։ Տանը իրավիճակը դժվար էր։ Վալտեր։ Դա պարզապես նրա վրա մի վերցրու։ Լռություն։ Լիվիան մի քայլ մոտեցավ։ Երբ ես հեռացա, դու չհարցրեցիր, թե որտեղ եմ քնելու։ Դու չհարցրեցիր, փող ունեմ, թե։ Ոչ։ Դու չհարցրեցիր, գերել եմ, թե։ Ոչ։ Հիմա, երբ տեսախցիկներ, փաստաթղթեր կարոր մարդիկ են հայտնվել, դու հիշեցիր, որ կա ընտանիք։ Մոր աչքերը մի փոքր լցվեցին։ Ճիշտ էին դրանք, թե։ Ոչ, այլս այդքան էլ կարոր չէր։ Ես սխալվում էի։ Լիվիան լսում էր։ Եվ նա հասկացավ, որ տարիներ առաջ դա բավարար կլիներ այն քանդելու համար։ Հիմա, ոչ։ Որովհետև նա կանգնած էր $1 գնված Սուզանավի առջ, ավտոբուսային կայարաններում քնելուց, նավամատույցում աշխատելուց կնքված սենյակը բացելուց հետո, որը կրթված մարդիկ փորձել էին թաքցնել։ Նա չափազանց շատ նվաստացումներ էր կրել, որպեսզի ուշացած ափսոսանքը շփոթեր փոխհատուցման հետ։ Դու սխալ թույլ տվեցիր մինչ իմ հեռանալը, պատասխանեց նա։ Եվ դու շարունակ սխալներ թույլ տվեցիր, երբ ես դրսում էի։ Մայրը սրբեց աչքի անկյունը։ Ինձ հեռու։ Ես ուղարկելու։ Լիվիան նայեց Օրփեոսի լյուկին։ Կորպուսի ժանգոտած կողմի համար։ Հետին պլանում խոսող գործակալների համար։ Դեպի ամբարտակից այն կողմ գտնվող անտեսանելի ծովը։ Ապա նա պատասխանեց այնպիսի հանգստությամբ, որը գրեթե չէր ճանաչում ինքը։ Այս անգամ, այո։ Մայրը մի քանի վայրկյան անշարժ կանգնած մնաց, գուցե սպասելով, որ իր արյունն ավելի բարձր խոսի։ Նա չխոսեց։ Նա առանց գրկախառնության վերադարձավ մեքենայի մոտ։ Ես կինն եմ։ Վերադարձ չկա։ Եվ նա հեռացավ, ճիշտ այնպես, ինչպես բաց էր թողել իր դստերը։ Տարբերությունն այն է, որ հիմա նա չէր դուռը փակողը։ Շաբաթները վերածվեցին ամիսների։ Օրփեոսը դադարեց հետաքրքրաշարժ լինելուց դարձավ դրա վառ օրինակ։ Մասնագետները եկան ու գնացին։ Արխիվագետները խաչած հղումներով համեմատել են ցուցակները։ Լուրջ լրագրողները սկսել են տարբերակել փաստը սենսացիոնալիզմից։ Անհետ կորած անձանց ընտանիքները խնդրել են միջնորդավորված տեղեկատվություն ստանալ։ Թանգարանի մասնագետները գնահատել են հայտնաբերված արտեֆակտները։ Մեղադրողները ընդլայնեցին հետաքննությունը, ներառելով հին ընկերությունները, անթափանց պայմանագրերը, ձայնագրություններում հիշատակված անունները։ Ամեն ինչ պարզ չէր։ Ամեն ինչ չէ, որ վերջնական էր։ Ամեն կասկած չէ, որ վերածվեց ապացույցի։ Սակայն չափազանց շատ բան հաստատվեց, որպեսզի գործը վերածվեր պարզապես նավահանգստային լեգենդի։ Մեդալներն ու ավելի փոքր իրերը մասամբ պատկանում էին առգրավման գործողությունների ժամանակ պաշտոնապես հավաքված հետագայում անհետացած շրջանառությունից։ Անդրեի տետրում գտնվող երկու անունների ցուցակները համընկնում էին նախորդ ժամանակահատվածում անհայտ անձի գտնվելու վայրի վերաբերյալ կալանավորված անձանց մասնատված գրառումների հետ։ Ջրակայուն թղթապանակում գտնված կտրոնը կապում էր 7-րդ մոդուլի կոնկրետ սպասարկումը սանիտարական բարելավումների համար հատկացված միջոցների հետ։ Լոգիստիկայի պատասխանատուի անունը հայտնվում էր 3 տարբեր ճակատներում՝ պայմանագիր, գրանցում, լուսանցքային նշում։ Եվ ամենահզոր ձայնագրությունը, որը գրեթե ամբողջությամբ վերականգնվել էր, ներառում էր Անդրե Ֆարիասի արդեն բանտարկված լինելիս նկարագրությանը, որ մոդուլն օգտագործվել է ոչ թե բուժման, այլ տեսանելի չլինող մարդկանց տեղափոխման համար։ Այս արտահայտությունը կրկնվեց հեռուստատեսային լրատվական ծրագրերում, տպագիր թերթերում հանրային լսումների ժամանակ։ Լիվիան լսում էր, թե ինչպես է իր սեփական կյանքը գծկվում ավելի մեծ իրավիճակի մեջ։ Եվ այնուամենայնիվ, մեծ խնդիրը գոյություն ուներ միայն այն պատճառով, որ տեղի էր ունեցել մի փոքրիկ մանրուք։ Անօթան աղջիկը հրաժարվեց հրաժարվել մի կճեպից, որը բոլորը չափազանց մեծ խնդիր էին համարում։
Ճնշման տակ գտնվող նահանգային կառավարությունը Օրֆեոյի նավաշինարանը ճանաչեց որպես պատմական հետաքրքրության ժամանակավոր վայր, մինչ հետաքննությունը շարունակվում էր։ Սա կանխեց դրա շտապ հեռացումը հարթեց ճանապարհը կառուցվածքային կայունացման համար միջոցներ ստանալու համար։ Արևելյան ծայրում գտնվող նավաշինարանը, որը նախկինում անտեսված էր, ձեռք բերեց տեխնիկական ներկայություն, ավելի լավ լուսավորություն պատշաճ ցանկապատ։ Կամիլան օգնեց Լիվիային կազմակերպել փաստաթղթեր, որոնք հաստատում էին նավի կորպուսի օրինական փոխանցումը նրա, որպես հայտնաբերողի բարեխիղճ բնակչի իրավունքները։ Մարսելոն բանակցեց համաձայնագրի շուրջ, որը երաշխավորում էր նրա նվազագույն իրավական պաշտպանությունը հայտնաբերման ու պահպանման հետ կապված ապագա փոխհատուցումը։ Դա ակնթարթային հաջողություն չէր, դա հեքիաթ չէր։ Բայց դա չափազանց շատ էր։ Դա ճանաչում էր։ Դա կայունություն էր։ Դա թղթի վրա անուն էր, առանց նվաստացման։ Դա առաջին անգամն էր, որ պաշտոնական աշխարհը նայեց նրան տեսավ մեկին, ում պետք է հարգել, այլ ոչ թե բեռ, որից պետք է ազատվել։ Սկզբում Սև Ջոելը համակարգում էր փոքր, անհետաձգելի պահպանման աշխատանքները, սկզբում կամավոր, իսկ ավելի ուշ տեխնիկական աջակցությամբ։ Թեոն օգնեց ամրապնդել մուտքը։ Դոնա Սիդան հոգ տարավ, որ ոչ ոք Լիվիային չվերածի էժանագին լրատվական հաղորդումների թալիսմանի։ Իրենը դարձավ կամուրջ պատմական հիշողության լուրջ լրագրության միջ։ Ֆաբիանը պայքարում էր, որպեսզի Անդրե Ֆարիասին վերաբերվեն որպես զոհի հետ մահու վկա, այլ ոչ թե որպես հիվանդագին հետաքրքրասիրության առարկա։ Եվ Օրփեոսը քիչ-քիչ կրկին փոխվեց։ Ոչ թե թաքցնելու համար, բայց պատմությունը պատմելու համար։ 7-րդ մոդուլը լայնածավալ դատաբժշկական փորձաքննությունից հետո չի ջնջվել։ Չափազանց մաքուր կերպով չի վերականգնվել։ Նրանք որոշեցին պահպանել ապրանքանիշերը։ Ժապավենները մնացին։ Քերծվածքներով պատերը մնացին։ Սեղանի դիրքը պահպանվեց։ Մնացորդների հեռացումից հետո կմախքի տարածքը ստացավ պատշաճ նույնականացում համատեքստի համապատասխանեցում։ Տուփերը տարվեցին պահպանման ուսումնասիրության համար, բայց հավաքածուի մի մասի վերարտադրությունները, երբ դա օրինականորեն հնարավոր լիներ, այնտեղ կցուցադրվեին։ Լիվիան ամեն ինչ դիտում էր դժվար բացատրելի զգացողությամբ։ Այն վայրը, որը նախկինում ժամանակավոր կացարան էր, վերածվում էր հուշարձանի։ $1 գնված ավերակը դարձավ հանրային ապացույց։ Այդ կորպուսը, որը նա ընտրել էր, որովհետև գոնե այն իրեն չէր վռնդելու, այժմ դառնում էր այն մարդկանց պատմությունների տունը, ովքեր նույնիսկ հնարավորություն չէին ունեցել ընտրելու, թե որտեղ են իրենց տանելու։ Սա նրան փոխում էր ամեն օր։ Ամիսներ անց, ձմեռային մի առավոտ, երբ ծովից ուժեղ քամին էր փչում, ամպերը թվում էին բավականաչափ ցածր կռունկներին քերծելու համար, Կամիլան գտավ Լիվիային նստած հին հրամանատարական սենյակում նայում էր հետի միջանցքով դեպի ներք։ Հոգնած ես, հարցրեց նա։ Մի փոքր։ Դեռ վախեցած ես։ Լիվիան մտածեց։ Ավելի քիչ, քան սկզբում։ Ավելի պատասխանատու։ Կամիլան նստեց նրա կողքին գտնվող նստարանին։ Դա ավելի վատ է։ Գիտեմ։ Նրանք մի պահ լռեցին։ Արջի վահանակում հանգած գործիքները արտացոլում էին ցուրտ ցերեկային լույսը։ Օրփեոսն այլս լքվածության դաժան հոտը չուներ։ Այն մաքուր մետաղի, թղթի, պահպանող թանակի սուրճի հոտ ուներ։ Հասկանում ես, թե ինչ ես արել, վերջապես հարցրեց Կամիլան։ Լիվիան կարճ շունչ քաշեց։ Մասամբ հասկանում եմ։ Մնացածը ուշանում է։ Երբեմն այդպես է լինում։ Քաջությունը գրեթե երբեք լիովին չի դրսևորվում այդ պահին։ Մարդիկ պարզապես շարունակում են առաջ շարժվել, քանի որ կարծում են, թե լուծում են ինչ-որ փոքր խնդիր։ Եվ նախքան դա կհասցնեն հասկանալ, նրանք արդեն բացել են մի դուռ, որը շատերը նախընտրում էին փակ պահել։ Լիվիան նայեց իր ձեռքերին։ Նրանց վրա դեռ նշաններ կային։ Ավելի քիչ կտրվածքներ։ Ավելի շատ ամրություն։ Ես ուղղակի քնելու տեղ էի ուզում։ Կամիլան թեթակի ժպտաց։ Եվ այն ի վերջո արթնացրեց մի ամբողջ սուզանավ։ 7-րդ մոդուլի բացման առաջին տարեդարձի առթիվ Սամ Բրաս Դումարը կազմակերպեց պարզ արարողություն։ Ոչ մի մեծ բան։ Դրանում ոչ մի ցինիկ բան չկա։ Հրավիրված էին գործին առնչվող հաստատված կամ հնարավոր է անհետ կորած որոշ անձանց ընտանիքները։ Անդրե Ֆարիասը ստացել է անվանական հարգանքի տուրք։
Արելյան ծայրում գտնվող չոր նավամատույցը նոր ցուցանակ ունի։ Հարակից պահեստում կազմակերպվել էր փոքր ժամանակավոր ցուցահանդես փաստաթղթերի վերարտադրություններով, պատմական համատեքստով թաքցնելու գործընթացի վերաբերյալ բացատրություններով։ Լիվիան ժամանակի մեծ մասը մնում էր կողքից։ Ինձ քաղաքի կենտրոնը դուր չեկավ, բայց անհնար էր, որ նրանք չփնտրեին նրան։ Տեսախցիկներ, հարցեր, ձեռքերը մեկնած, շարժված հայացքներ։ Նա պատասխանեց առանց որե թատերականության։ Նա ասում էր պարզ ճշմարտությունը։ Ով գնեց Օրփեոսին, որովհետև նա ուրիշ տեղ չուներ գնալու։ Ովքեր լսում էին տարօրինակ ձայներ։ Ով գտավ ապացույցներ, որը ներգրավել է ճիշտ մարդկանց ճիշտ ժամանակին, որ այնտեղ եղածը շատ ավելի կարևոր էր, քան աղջկա Սուզանավ թեմայով ցանկացած վերնագիր։ Մի լրագրող հարցրեց. Դուք ձեզ բախտավոր համարում եք։ Լիվիան մի պահ մտածեց, նախքան պատասխանելը. Ոչ, բախտավորություն բառը սխալ է։ Ես բավականաչափ համառ էի, որպեսզի չփախչեի այն բանից, որը շատերը նախընտրում էին անվանել ջարդոն։ Եվ ես օգնություն ունեի պարկեշտ մարդկանցից։ Առանց դրա ոչինչ չէր լինի։ Մեկ այլ մարդ հարցրեց. Կցանկանայիք վաճառել ձեր պատմությունը։ Նա պատասխանեց. Իմ պատմությունն այլս միայն իմը չէ։ Այնտեղ չափազանց շատ անուններ կան, որպեսզի այն հեշտությամբ դառնա ապրանք։ Այս արտահայտությունը նույնպես բավականին տարածված էր։ Ժամանակի ընթացքում ի հայտ եկավ մի որոշում, որը սկզբում անհնար էր թվում։ Լիվիան ընդունեց տարածքի միջնորդության պահպանման հարցերով պաշտոնապես օգնականի պաշտոնը, ստանալով կրթաթոշակ, վերապատրաստում, իսկ ավելի ուշ աշխատանք կապված Օրֆեոյի հին նավաշինարանի շուրջ ստեղծված հուշահամալիրի կենտրոնի հետ։ Նա սովորեց հավաքածուների մասին։ Նա ծանոթացավ փաստաթղթերի հետ։ Նա սովորեց այցելուների հետ խոսել, առանց իրերի ծանրությունը նվազեցնելու։ Ամենից առաջ նա սովորեց, որ հիշողությունը ակադեմիական շքեղություն չէ, երբ դրա մեջ կան մարդիկ, ովքեր անհետացել են։ 7-րդ մոդուլն այժմ կարելի է այցելել միայն ուղեկցորդի հետ։ Պատերի վրայի նշանները պահպանվել են։ Ցանկերը վերարտադրված զգուշությամբ։ Ձայնագրություններին հասանելիություն է տրվել խմբագրված տարբերակներով, ընտանիքներին պաշտպանելու համար։ Հաստատված լինելու դեպքում ժառանգության առարկաները ցուցադրվում են դրանց ծագման, գողության վերականգնման համատեքստով։ Եվ Անդրե Ֆարիասի անունը, վերջապես, տեղադրվեց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Սյուջոելը գաղտնի լաց եղավ այն օրը, երբ տեսավ պատրաստի ցուցանակը։ Դոնյա Սիդան տորտ բերեց։ Թեոն ծացրեց, թե անտարբեր է, բայց ամբողջ 1 ժամ անցկացրեց արդեն լավ վիճակում գտնվող բազրիքը ուղղելով։ Իրենը դիպավ կորպուսի արտաքին պատին, կարծես ողջունում էր հին արխիվի, որը տասնամյակներ անց վերջապես համաձայնվել էր բացել։ Լիվիան մի գիշեր մենակ թափառեց Օրփեոսի մոտ, երբ բոլորը հեռացել էին։ Հին հրամանատարական սենյակը, գլխավոր միջանցքը, խոհանոցը նեղ է։ Երկհարկանի մահճակալը, որտեղ նա քնել էր, լցված վախով, քաղցով զայրացած հույսի մնացորդով։ Պայթեցնել։ Դուռը, որն այլս երակցված չէր փակվում։ Մոդուլ 7-րդ։ Նա կանգ առավ այնտեղ։ Պահպանման լույսերը թույլ էին հարգալից։ Պատերը, որոնք այժմ կայունացված էին, հստակ երում էին քերծվածքները, որոնք թողել էին մի ժամանակ աղաչող ձեռքերը, որոնք չէին անհետանում։ Անդրեի սեղանը դատարկ էր, բացառությամբ պաշտպանված ցուցափեղկում գտնվող նամակի վերարտադրության։ Լիվիան կանգնած էր նրա առջ։ Եթե որը մեկը բացի սա, խնդրում եմ, առանց պատճենի չհանձնեք այն նավահանգստին։ Նա չգիտեր, թե ով կբացի այն։ Ես չգիտեի, երբ։ Ես չգիտեի, աշխարհը դեռ կունենար համարձակություն։ Բայց ես այնուամենայնիվ նախադասությունն այնտեղ էի թողել։ Նա մտածեց այն առաջին օրվա մասին, երբ բարձրացավ Սուզանավի վրա։ Հոտ չկա։ Ժանգի մեջ։ Մենակության մեջ։ Իրավիճակի ծիծաղելիության անհավանականության մեջ։ Նա մտածեց մոր մասին, որը փակում էր դուռը։ Ավտոբուսի կայարանում։ Սառած հողի վրա։ Դոնա Սիդայի սրճարանում։ Ջոելի գործիքների արկղում։ Թեոյի լապտերի մեջ։ Կամիլայի հանգիստ վարքագծում։
Անդրեի ձայնով տասնամյակներ ընդգրկող գրեթե անկենդան ժապավենի վրա։ Եվ նա հասկացավ մի բան, որը լիովին չէր տեղավորվի որևէ վերնագրի մեջ։ Երբեմն մարդը կարծում է, որ ապաստան է փնտրում։ Բայց ապաստարանը նա փնտրում է մեկին, ով չի փախչի իր պահածից։ Տարիներ անց շատ վայրերից այցելուներ կգան Սան Բրաս դու Մար Օրֆեուին տեսնելու։ Ոմանք կգան $1 գնված լքված Սուզանավի անսովոր տեսարանի պատճառով։ Մյուսները՝ պատմական համատեքստի պատճառով։ Մյուսները՝ զոհերի հիշատակին։ Մյուսները՝ մղված ուշացած ողբերգություններին միշտ ուղեկցող հիվանդագին հետաքրքրասիրությունից։ Բայց գրեթե բոլորը լռեցին սպասվածից ավելի երկար ժամանակով, երբ մտան 7-րդ մոդուլ տանող միջանցք։ Որովհետև այնտեղ պատմությունը դադարեց նորություն լինելուց։ Այն դարձավ մշտական ներկայություն։ Հուշահամալիրի մուտքի մոտ կողային պատին մի պարզ լուսանկար էր տեղադրված։ Դա Լիվիայի ամենագեղեցիկ պատկերը չէր։ Եվ ոչ էլ ամենադրամատիկը։ Դա պարզապես նա էր 18 տարեկան Օրֆեուի դեռս կեղտոտ կորպուսի առջ, հագած չափազանց մեծ ձեռնոցներ, անկանոն հավաքված մազերով մեկի հոգնած դեմքով, ով դեռ պատկերացում չուներ այն մասին, թե ինչ մեծություն էր պատրաստվում հայտնաբերել։ Վերնագիրը կարդացվում էր. Լիվիա Նոբրե, 18 տարեկան։ Նա ձեռք բերեց Օրֆեուն խորհրդանշական $1 նվիրաբերությամբ հնարավոր դարձրեց Սան Բրաս դու Մար նավահանգստի պատմության մեջ վավերագրական, ժառանգական մարդկային թաքցնելու ամենաազդեցիկ դեպքերից մեկի բացահայտումը։ Բայց մակագրությունը թե ճշգրիտ էր, այնուամենայնիվ, ասում էր ոչ միայն ամբողջ ճշմարտությունը։ Որովհետև ամբողջ ճշմարտությունը հետյալն էր։ Երբ աշխարհը նրան վտարեց, նա մտավ դատապարտված նավի կմախք։ Երբ բոլորը տեսան մետաղի ջարդոն, նա տեսավ հնարավորություն։ Երբ մարելու ոչնչացումներ կատարելու համար պատրաստված տղամարդիկ եկան պարեկելու, նա չհանձնվեց։ Երբ կնքված սենյակը վերջապես բացվեց, բոլորին վախեցնողը ոչ միայն կմախքն էր, ոչ փաստաթղթերը, ոչ ցուցակները, ոչ էլ յուրացված ապրանքների արկղերը։ Դա գիտակցումն էր, որ լռությունը կառուցվել էր կտոր-կտոր։ Եռակցում առ եռակցում։ Դրոշմանիշ առ դրոշմանիշ։ Տասնամյակներ շարունակ։ Եվ դրա համար անհրաժեշտ էր միայն մի երիտասարդ կին, որը անտուն էր, անփույթ բավականաչափ անվախ, հնազանդվելու համար։ Որպեսզի ամեն ինչ սկսի քանդվել։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, աջակցեք ալիքին հիմա։ Նման պատմությունները պահանջում են ժամանակ, խորություն, ուշադրություն, ճիշտ զով պատմելու համար։ Ձեր աջակցությունը պահպանում է այս տեսակի բովանդակությունը։ Լիվիան շարունակեց ապրել Ամբարտակի մոտ երկար տարիներ, սկզբում նախագծի հետ կապված ժամանակավոր կացարանում, ապա իր սեփական աշխատանքի շնորհիվ ձեռք բերված փոքրիկ բնակարանում։ Նա մեկ գիշերվա ընթացքում միլիոնատեր չդարձավ։ Նա հարմարավետ հայտնի մարդ չդարձավ։ Դուք չէիք արթնանում հեքիաթում, որտեղ անցյալի ցավը ավտոմատ կերպով վերածվում է անթերի պարքի։ Իրական կյանքը այդպես չի գործում։ Դեռս բյուրոկրատիա կար։ Դեռս դժվար հիշողություններ կային։ Դեռ կային ծնունդներ, որոնք ցավ էին պատճառում։ Դեռս անպատասխան հարցեր կային Օրփեոսի գրառումներում հիշատակված անձանց վերաբերյալ։ Բայց կար մի կարևոր տարբերություն։ Նա այլևս երբեք կարիք չուներ թույլտվություն խնդրելու իր սեփական տարածքում գոյություն ունենալու համար։ Եվ գուցե այդ պատճառով է, որ դեպքի բազմաթիվ հնարավոր մեկնաբանությունների մեջ ամենաճշմարիտը մնացել է ամենապարզը։ 18 տարեկանում տնից դուրս վռնդվելով, Լիվիան $1 գնեց լքված Սուզանավ։ Բոլորը սպասում էին Ժանգի, Բորբոսի վնասի։ Այն, ինչ կար փակ սենյակում, բոլորին վախեցրեց։ Բայց իրականում ամեն ինչ փոխեց այն, թե ով ունեցավ դուռը բացելու համարձակությունը։